Դաժե հիմա դու այդ մասշտաբը չես պատկերացնում, մենք ինչ ենք արել այն ժամանակ։ Ֆիքսված մտածելակերպից, մտածողությունից ոնց որ մարդկանց տեղափոխես growth mindset-ի, այսինքն աճի մտածողության իրանց բերես։ Մեր դրած նպատակները, թե հետո արդեն կլուբ կապիտալով, իմ դրած բոլոր նպատակները 1-ին 5 մենք հասել ենք։ Դու ես դրա մասին նաև շատ ասում, որ այդ этаպներն է պետք ֆիքսել, ոնց ես իմանում, հետո հասկանում, հետո գիտակցում։ Երբ որ մենք պրակտիկա ավարտեցինք, մենք իրան ճիշտ ավարտեցինք ու այդտեղ լիքը էներգիա գեներացվեց կլուբը ստեղծելու։ Մեր ազգի լավագույն իմաստով տրանսֆորմացիայի պատասխանատվությունն ենք, էլի վերցրած։ Միշտ իմ կյանքում իմ ամեն հաջորդ պրոյեկտը ավելի բոմբու մեծ ա եղել, քան նախորդը։ Կրթությունից ավելի կարևոր բան, որ ես կկարողանամ հանրությանը, մարդկությանը տալ, չկա։ Ստեղծել նոր վճարային համակարգ։ Դու շատ ես փոխվել, այն գևը որ եղել է 2003 թվին ու այսօրվա գևը։ Իդրամ չի անի։ Ողջույն բոլորին, մենք այսօր նկարում ենք շատ հետաքրքիր պատկաստ, շատ հետաքրքիր հյուրի հետ ու շատ խորհրդանշական պատկաստ, հետո քիչ անց դուք կիմանաք ինչի, բայց մինչև իմ հյուրին ներկայացնել, ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, Spin Production ընկերությունը մեր գլխավոր գործընկերն է, որի հարկի տակ մեր բոլոր պատկաստներն ենք նկարում, իսկ երկրորդ գործընկերը Շեն ընկերությունն է եւ ընկերության գլխավոր տնօրեն Մինա Ժամակոչյանն է։ Իդեպ Մինասի հետ մենք նույնպես ունենք շատ հետաքրքիր պատկաստ, իսկ ընկերությանը կարծում եմ բոլորը ճանաչում եք, քանի որ Շեն ընկերությունը Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտում ամենախոշոր արտադրողն է եւ 30-ից ավել ապրանքանիշերով շուկայում բավական մեծ տեսակարար քշիռ զբաղեցնում, իսկ Մինասի ձեռնարկատիրական ջիղը, տաղանդը եւ մասշտաբը կարող եք տեսնել հենց մեր պատկաստում, որի մեջ մենք ահագին թեմաներից խոսում ենք։ Հղումները մենք կտեղադրենք, իսկ այսօր իմ հյուրն է, իմ լավ ընկեր, իմ գործընկեր, ում հետ մենք շատ մեծ փոփոխություններ են գեներացրել դեռ 2017 թվականից սկսած, այն փոփոխությունները, որը գործընկերոջս հետ ես այն ժամանակ սկսել եմ, մինչև օրը շարունակվում է եւ լիքը մարդկանց, բիզնեսների, նույնիսկ ընտանիքների կյանքում ինքը փոփոխություններ ա բերել, լավ փոփոխություններ, որը էլի դեռ շատ երկար տարիներ շարունակվելու է։ Այսօրվա իմ հյուրը Գևորգ Պողոսյանն է, մի աշխարհ բիզնեսների հիմնադիր, մի աշխարհ պրոյեկտների հիմնադիր, մենք միասին արել ենք պրակտիկ պրոյեկտը, պրակտիկի հիմքի վրա հետո մենք ստեղծեցինք կլուբ կապիտալը եւ պրակտիկից սկսած մինչեւ օրս արդեն կլուբ կապիտալի ձևաչափով այնքան մարդու կյանքում է փոփոխություն եղել, պրոստը մասշտաբը, եւ ես մեկ-մեկ որ մտածում եմ, նախ բարով ես եկել։ Ես արդեն սկսել եմ։ Աչես sense պիտի անեի կնորոշ։ Պրիվետ Արտանը, ոնց ես։ Շատ լավ գոհ մերսի շատ հրավերի։ Դու այն ժամանակ ինձ թվում է, դաժե հիմա դու այդ մասշտաբը չես պատկերացնում, մենք ինչ ենք արել այն ժամանակ։ Շատ ուրախ եմ ողբեր, շատ։ Հələ մենք այն ժամանակ սկսեցինք բիզնեսմեններին գիտելիք փոխանցել, հետո այդ բիզնեսմենների կյանքում փոփոխություններ սկսեցին, հետո այդ փոփոխությունները տարածվեցին, հասան ընտանիքներ, ընկերություններ, մտերմություններ ու հիմա կլուբ կապիտալում պատկերացրա համայնք ձևավորվեց ամենակարևորը։ Ու այդ համայնքում այդ դրական process-ները շարունակվում են ու դեռ երկար շարունակվելու են։ Շշմելու է շատ։ Ու մասշտաբը մի հոգի չի, երկու հոգի չի ու մի case չի, երկու չի, ասենք չի կարելի ասել, որ մի գործարք ա եղել։ Գործարքներ, պրոյեկտներ, նախագծեր ահռելի, вообще մի ամբողջ, չգիտեմ, քաղաք ենք կառուցել դեռ 2017 թվականին։ Ընտիրա, Ես քեզ ուզում եի, այո, 10 տարի 10 տարվա հաշվետվությունը։ Այո, ռետրոսպեկտիվա։ Շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ Գոգ ջան, որ ըստ էության քո շնորհիվ այդ ամենի մասնակից եմ դառել, էլի։ Իրար հետ, ընկերս, իրար հետ։ Քեզ մերսի, որ եկար կպանք, մենք այդ պրոյեկտը արեցինք, որովհետև այն ժամանակ շատ բան էր, էլի, ոնց կստացվի, ոնց կգնա, ու ես հիմա որ հետ եմ նայում, թե պրակտիկով մեր դրած նպատակները, թե հետո արդեն կլուբ կապիտալով իմ դրած բոլոր նպատակները 1-ին 5 մենք հասել ենք։ Ընտիրա։ Ու հիմա ժամանակն արդեն նոր մեծ նպատակներ ավելի մեծ ավելի մեծ պետք է թե համեկին 5 հասել ենք ստեղ ենք, ուրեմն պետք է ավելի մեծ նպատակ դնենք։ Այո։ Ինչը հիմա պետք է անենք։ Դե պատմի, ինձ հետաքրքիր է, դե մենք իհարկե շփվել ենք, միշտ կապի մեջ ենք եղել, բայց կուզենայի դու պատմեիր 10 տարիների ընթացքում ինչ փոփոխություններ, ինչ նորություններ ա եղել։ Նախ ես ուզում եմ նշեմ, որ Գևորգի ստեղծած պրոյեկտներից մեկը, մինչև օրս բոլորդ օգտագործում եք, կարող եք նույնիսկ չգիտեք, որ Գևորգը Իդրամ վճարային համակարգի հիմնադիրն ու ստեղծողն ա եղել։ Արի Իդրամից вообще սկսենք, էլի, որովհետև շատ ունիկալ պատմություն է։
հո, լսի, բայց հետարքիր է ինչքան խորը պետք է այդ ամեն պատմության մեջ մտնենք, ոնց որ ասեցիր, թե մի աշխարհ գործերի մասին կարող է խոսանք։ Okay, բայց դե այսինքն մենք ուղիղ եթերում չենք, հետեւաբար հենց որ մի բան տնենք շատ ենք խոսում ավելորդա, հեշտ կգտնենք։ Իդրամի հետ կապված, դե Իդրամը ոնց գիտես, իմ առաջի տեխնոլոգիական կազմակերպությունն է եղել։ Միջև այդ, ասենք, փաստորեն արդեն 30 տարուց ավել է, որ ձեռնարկատիրական գործունեությունով եմ զբաղվում, ու միջև այդ գովազդային գործակալություն, դիզայն ստուդիա, ես քանի որ տենց կրթությամբ նկարիչ եմ, դիզայներ եմ, հիմնականում այդ ոլորտի մեջ էի գործում, բայց արդեն այս 21-րդ դար մտնելով ու արդեն հասկանալով, որ չէ, շատ ավելի մեծ ազդեցություն պետք է ունենանք մեր տնտեսության վրա, երկրի զարգացման վրա, սկսեցինք մտածել, որ ինչ-որ ուրիշ մի հատ կրիտիկական ինչ-որ մի բան պետքա փոխվի, ու երբ որ տնտեսության մասին էինք մտածում, հետն էլ համադրում էինք 21-րդ դարը, դե մտածեցինք, այս տնտեսությունը 21-րդ դարում զարգանալու համար էլեկտրոնային կոմերցիան պետք է սկսի աշխատել, մարդիկ պետք է ինտերնետով, որ այն վաղ 2001-2 թիվ նոր տարածվում էր, ինտերնետով առևտուր անելը պետքա դառնա նորմա, որպեսզի process-ները տնտեսական արագ շարժվեն։ 2003-ին ենք սկսել Իդրամը, հա, вообще նոր էր ինտերնետը ժամանակ։ Հա, դե մեզ ձեռ էին առնում մեր ընկերներին, ասում են երկրում ինտերնետ չկա, դուք ինտերնետային փող եք սարքում, այդ ինչ ոնց կարա տես բան լինի, բայց դե բան էր, դե գաղափարը ոչ թե ինտերնետ կա չկա թեման էր, այլ ավելի շատ ոնց որ նոր աշխարհա, նոր դարաշրջան ենք մտել, այդ dot-com-ը իր ասենք այդ bubble-ով տենց ահագին աճում են ու bubble իհարկե վատ իմաստով հետո տենց ոնց որ պատմության մեջ մնաց, բայց առհասարակ էլեկտրոնային կոմերցիան ամբողջ աշխարհում ագրեսիվ զարգանում էր։ Ոնց որ Միացյալ Նահանգներում PayPal-ը արդեն կար, Ռուսաստանում Yandex.Dengi-ն արդեն կար, Money Bookers-ը հետո որ դառավ Skrill, իրանք բան արդեն Բրիտանիայում կային տենց ակտիվ web money-ները արդեն սկսել իր տրանզակցիաներ, բան, էլեկտրոնային կաշելոկներ դրամապանակներ ու մենք տենց հասկացանք, որ Հայաստանը էլեկտրոնային կոմերցիա պետք է ունենա, որովհետեւ այս նոր աշխարհի տնտեսության մեջ կարողանա տենց իր տեղն ունենա ու ակտիվ այդ տրանզակցիաների մեջ մասնակից լինի ու այն ժամանակ դե Հայաստանի էլեկտրոնային կոմերցիա որ խոսում էինք, ասում ենք, օքեյ, այդ ինչ է այս ներկայացնում, ցուցակ կազմեցինք, տենց մի 250 կետանոց մի հատ ցանկ դառավ, սրա մասին շատ եմ պատմել ու մտածում ենք, լավ, բայց այս 250 պրոյեկտներից, որ դրանք սա պետք է տեղում լինեն, որ էլեկտրոնային կոմերցիա կոչվածը աշխատին, դեղ առաքման ծառայությունները, սնունդա, երրորդա, չորրորդա, MP3-ներ դաունլոդ անելու սերվիսներ, ոնց որ դիսկեր վաճառող ասեն, կայքեր են վաղ դելրիվ ուրիշ ոնց որ աշխարհ էր, հա, ու հասկացանք դե որ փողից է պես սկսել, այսինքն պետք է փողը լինի, որ դրանով էլ մնացած բոլոր սերվիսները կարողանաս ձեռք բերել ու Իդրամի գաղափարը հենց այդ ժամանակ եկավ տենց 4 հոգանոց թիմով 2003-ին միակ ֆաունդերներ թե չէ 4 հիմնադիր էինք, հա, ես էի քերոստղեն բայց ամենակարևորը նաև մեր Արմենը ու Վահանը, Քոչարյան Արմենը դե մենք իրար հետ իրականում մի քանի կազմակերպություններ հիմնեցինք, ոնց որ սկիզբը New Age Trust Corporation, sense կոչվող մի հատ կառույցով սկսեցինք, որտեղ համ outsourcing-ով ենք զբաղվում, համ դիզայնով ենք զբաղվում, համ իդրամն էինք սարքում, էլեկտրոնիկ կոմերցիայի վրա էինք աշխատում, ինչ որ outsourcing-ի մասով էլ համ տես մանր-մուներ միջազգային ինչ-որ պատվերներ, վեբսայթեր էինք սարքում ինչ-որ ամերիկացիների համար, համ խոշոր համակարգեր էինք սարքում, նույն մեր EIF-ի միջոցով ծանոթացանք բանը Գրանտ Տոմասի հետ, որ կանադայից էր, որ սկսեց մեծ պատվերներ, դա էլ 2001-2-3 այդ թվերն եմ ասում, էլի ոնց որ։ Ու բանը իրար հետ հիմնեցինք մի քանի կազմակերպություն, մեկը հենց նույն NA Soft-ն էր, Վահանը ու Արմենը իրար հետ հետո Իդրամից առանձնացան այդ NA Soft-ի արդեն բազայի վրա, outsourcing-ի վրա շատ ավելի մեծ կազմակերպություն հիմնեցին Volon-ը, Volon հիմա մեր հա outsourcing, sense no outsourcing արդեն չեմ ասի Volon-ին, որտեղ Volon-ը արդեն իր product-ներն էլ ունի, Spark-ը ունի, բանը ունի, այսինքն Քոչարյան Արմենը քո հետ Իդրամում պարտներ արել է, հա, հա, բա ոնց։ Բա Արմենը, ես ու Արմենը նույն դասարանից ենք։ Փոսի անգլիականում իրար հետ ենք սովորել, ու այն ժամանակ ես ոնց որ դիզայնի մեջ էի, բայց դե մենք լոգոտիպ, բրենդինգ, տպագրական դիզայն այս թեմաների մեջ էինք, անդադ մեզ դիմում էին վեբսայթների համար, մենք ասում ենք, չէ, մենք չենք անում, ու շարունակում ենք գրաֆիկ դիզայնը, հետո բա չէ, բան ուզում ենք անպայման դուք անեք, ու տես մի օր Արմենի հետ խոսացի, ասի Արմ ջան, սենց մեր դիզայն ստուդիայում լիքը պատվերներ ա գալի իմինը վեբսայթերի։ Պետք է երևի 6 ամիսա podcast նկարենք, հա չի ստացվում։ Պարոն Քոչարյան, հենց հիմա ես քեզ հրավիրում եմ մեր հաջորդ podcast-ին։ Արի վերջապես նկարենք այդ։ Բայց չի որ Արմեն Քոչարյան։
Հաջան։ Նշի որ Արմեն Հա, Արմեն Քոչարյան, պարոն Քոչարյան կարող ուրիշ Քոչարյան գա, ասենք podcast։ Պարոն Արմեն Քոչարյան, Volo ընկերության հիմնադիր եւ տնօրեն UIT նախագահ։ Հրավիրում եմ քեզ մեր podcast-ի հին պատմություն կա շատ, այդ 90-ականների պատմություն 90 ու տենց շուտ 8-9 երևի դե պատմելու է էլի արդեն այնքան անց է, ուրեմն Արմենը աշխատում էր Արմենթելում ու հենց այդ հրապարակի վրա կրոսերն էին, ուրեմն ոնց որ տեխնոլոգիական էլի ոնց որ հնարքներով Արմենը ինչ որ բաներ ծրագրավոր է կազմակերպել, հիմա կարող է կիսատ պրատ հիշեմ, կեսը կարող է սխալ ասեմ, քննիչները համենայն դեպս որ հարցնեն, դա ես կարող է հորինածել եմ դաժե բայց ամենայն դեպս այս Արմենը այնտեղ շուտ ծրագրը ինչ գիտեմ ինչ հարացելնում ու 56 համարն չեմ շուտ 56000 խոսք օրինակ sense մի հատ հեռախոսի համար պես պրիկոլի համար էլի պերիադրեսացիա արածելնում իրանց տան վրա էլի ու որ զանգում ես այդ գողական համարով զանգում ես ընկնում ես Արմենից տուն ու մի անգամ գալիս են ինչ որ ստուգողներ կրոսը ստուգելու նայում են համարները տենում են ինչ որ չգրանցված համար է ու ասենք 56000 ու ասես ինչ համար է ոնց որ ցուցակներում չկա բան բայց ֆակտ բան է էլի աշխատող համարը վերստում զանգում են Արմենի մաման է վերստում հեռախոսը ասում են բարև ձեզ էսում բնակարանն է Արմենի մաման ասում է Քոչարյանների ես ստուգող ասում լավ կներեք տրուփքեն դնում այդ բան ասենք բանը այդ ու Արմենից թիմից մարդալում էլի կողքի դու գալի պատմող ախպեր ասում հազիվ ենք ասում փրկվեմ ոչմ քիչեր մնում բռնում ենք սենսես բան ա եղել Որ թվին 99 ու 9 երևի այդտենց էլի ոչմ տենց շատ խոխմա պատմություն էր Քոչարյանի թեմայով ոչմ տենց ու բանը հա իհարկե Ես իրական Վահանը ու Վահանն էլ Արմենի հետ Նայերի սոֆթում էին աշխատում, տենց իրար հետ միավորվեցինք, սկսեցինք անել, սա Իդրամի առհասարակ տեխնոլոգիական սա հիմքը, հենց կոնկրետ Վահանը, ուրեմն Արմենը մեր համապատասխան թիմով արդեն իրանք են ոնց որ տամեջի հիմքը դրել։ Իրարից այդ ժամանակ շատ բան էինք սովորում, հատկապես ես իրանցից, որովհետև ես դե բանը բեքգրաունդով կրթությունով նկարիչ ու եկել եմ, ասենք էլեկտրոնային կոմերցիա եմ ուզում Հայաստանում ոնց որ ստարտամ ֆինանսներ, տեխնոլոգիաներ, որ ոչ նրա մեջ երբեք չեմ եղել, բայց այդ դասերից մի բան եմ շատ լավ հիշում, Վահանը մի հատ բան ասեմ, միջև այսօր օգտագործում եմ, հա տես կողքի սենյակներում ենք, մեր տենց բիզնես, մարքեթինգ էս մասն ենք նստած, ծրագրավորները այն մյուս սենյակում են նստած, ու ես հա դուրը բացում եմ, տղեկ ասում եմ, իսկ այսինքն բան կարանք անենք, ասում են հա կարանք, փակում եմ, օքեյ, մեկի հետ եմ ուրիշի ձեակել, գա իսկ այսինքն բան կարանք, այսինքն կարանք, այսի կպցնենք սրա հետ, էսի սենց աշխատի, հա կարանք, հետո նորից եմ դուրը բացում, իսկ այսինքն մի հատ բան կարանք, մի օր Վահան ասես Գևջան ասես մի հատ բան ասես, լյուբոյ բան, որ դու ինձ տրամաբանությունը բացատրես, ես դրա կոդը կգրեմ։ Ասած էլ մի հարցրու կարանք չեն կարա, լյուբոյ բան, եթե լոգիկան դու կարող ես հասկանաս, իմացի ես դրա կոդը կգրեմ, էլի, ոբշե ասի թույն։ Այտենց ու այդ բան տենց հետարքի դասեր է, էլի, որ սենց ընկերներից հետ քաղում ես, հետո սաղ կյանքը հիշում ես։ Վերջը տենց Իդրամը իտոկում մենք սկսեցինք, բայց դե Իդրամի պատմությունը ինքը ահագին տենց բուրըն ու շատ դժվար եղավ, որովհետև մենք ոնց որ փաստորեն ֆինանսական ոլորտ էինք մտել ու ոնց որ լիքը բաներ կար, չէ՞, ինչ որ մոնոպոլիաներ, ստրուկտուրաներ, ասենք բենզինն էս ինչն է բերում, շաքարն ինչն է բերում, ֆինանսական ոլորտը էս ինչն է կուրացիանում ու դու ոնց որ կամ պետք է այնտեղ փայտաս, կամ պետք է փոխտաս կամ պետք է ինչ-որ ձև իրանցից ավելի վերև մեկը պետք է ասած լինի, որ էս մերոնք են ոնց որ վստահելի են ֆինանսական ոլորտում, ոչ է սաղ աշխարհում, տենց չգրված կարգ ու կանոններ կա էլի, ասենք այդ ոլորտ մտնելուց, այնտեղ իրական շահառուները ով են, ինչ են, ասենք դու вообще ինչ բեքգրաունդ ունես, ասենք, հա, թե իրավական, թե փաստական, ասենք քո պատմությունն ինչ ա եղել, արդյոք քեզ թույլ տան, որ դու այդ ոլորտ մտնես, ասենք տարբեր բաներ կա, գրված ու չգրված, ու վերջը դե մենք այդ ամեն ինչի մասին բնականաբար չգիտենք, ոչ այդ օլիգարխիկ համակարգի հետ ենք ծանոթ, ոչ ասենք այդ ֆինանսական ոլորտի նրբությունների, պրոստը մենք գիտենք, որ մեր ազգին այս գործը պետք է, ու վсё, մենք էլ դե ոնց որ խելք ունենք, փող ունենք, դուխ ունենք, էլ ինչա պետք ոնց որ մտել ենք գործի մեջ։ Փող որտեղից ունեք եւ փող սկզբում այդ քերուստղեն, այդ ասեցի ինքը հենց ինվեստմենտի ոնց որ խոստումով էր մտել ու առաջին ինվեստմենտը ինքը արեց, բայց հետո դե մենք համ ինվեստմենտներ ռեյզ արեցինք տարբեր ընկերներից, համ հետո ես այնտեղ բան տուն, տեղ, դաչա, ասախ ծախեցի ոնց որ Իդրամի մեջ, հա, այդ էլ մի հատ առանձին հետարքիր պատմություն էր, որ մեր բարեկամությունը ինչ պանիկայի մեջ էին, դե ոնց որ բացի նրանից, որ մեր ընկերները չէին հավատում, պրոստը ասում են, «Էս ինչ եք անում էլի», ոնց որ ինտերնետ չկա, դուք փող եք սարքում ինտերնետային, բարեկամությունն էլ вообще sense լսել էին, որ ինչ որ բանը լաուրի տղեն, բամայս կոմել հիմնական, որ բանը արե
տունը, տեղը, դաչեն, սա ծախել է, դրել է ինչ-որ եսիմ ինչի մեջ, ասենք տենց չէ, որ ավտոներ առե խոսքի տաքսու պարկա բացում կամ զավոդա կառուցում, ինչ-որ էլեկտրոնային փող, ու տենց այն ոնց խղճան, բա իմացակ ինչ եղավ լավրի հետ ասեցեց, այն որ մեկի երեխա նարկոմանա դառնում, ոնց են, չէ, բարեկամությունը, այդ տենց ինչ-որ բարեկամությունը տենց տխուր վիճակների մեջ էր բան, առանձնապես ոչ մեկ չէր հասկանում, ես ինչ ենք անում, էլի, մենք էսուր են գնում, էսուր այսախ փողերն ու էներգիան գնում։ В общем, տենց ու այն ժամանակ դե իհարկե մենք ըստ էության ստարտափ էինք հիմնում փաստորեն, որ հենց ստարտից հետո տենց ահագին էքսպոնենցիալ աճում էր, բայց մենք այն ժամանակ չգիտենք ոչ այդ բառերը գիտենք, ոչ ստարտափ էկոսիստեմա կոչված էլի կար։ Վերջը տենց ու իտոգում մոտ 7 տարի տենց ահագին թեժ պատերազմների մեջով էինք անցնում։ 3 ամիսը նստել ես, չէ՞։ Հա, այդ ինչ ասես, ինչ խնդրեմ ասես, այդ ընթացքում ունեցել ենք շատ թանկ, բայց շատ արժեքավոր նաև դաս է եղել կարամ ասեմ, ու առնվազն իմ անունից հաստատ կարամ ասեմ, որ շատ տարբեր շերտերում, շատ տարբեր բաներ եմ էլի սովորել, համ լավ կոփել է, համ լավ փորձու գիտելիք է տվել այդ ամբողջ process-ը, համ վերջի հաշվով ամենաառաջի ու ամենամեծ վճարային համակարգը էլի հիմնեցինք, որը հա, ու չէ, հետո դե մենք իրականում մի 6-7 տարի հետո այդ պատերազմները լրիվ հաղթեցինք, սկսեցինք շատ ավելի արագ զարգանալ, բայց հետո տենց մի 10 տարի հետո արդեն Իդրամի հիմնելուց մի 2-3 տարի լրիվ ֆոկուս եղած արդեն գործն էինք անում, բայց սկսեցինք հասկանալ, որ մենք Իդրամով ըստ էության հատկապես Հայաստանում մնալով Հայաստանի Հանրապետության ներսի փողերն ենք պտտում։ Իսկ էկոնոմիկայի զարգացման համար շատ ավելի կարևոր է միջազգային առևտուր, էքսպորտը քանի արդեն դաունլոդ կար, քանի հոգի օգտագործում։ Ոյ, տենց չեմ հիշի հիմա։ Ինչ որ թվեր։ Ինչ որ մի քանի 100,000 ասենք, հա, բայց հիմա չեմ հիշի թվեր։ Հասկացա։ Ու հետո այդ ժամանակ վաճառեցիք, հա։ Հա, մենք 2013-ին արդեն այդ սաղ պատերազմներ բաներ տամիջից հետո, մի 2-3 տարի հետո։ Ինչ գնով վաճառեցիր, կարաս հայտարարես, թե։ 2 գնով ենք վաճառել, մեկը ավելի թանկ, մյուսը $1 միլիոն, որտեվ բան արեցինք, սենց 2 էտապով էլի արեցինք։ Սկզբում որտեվ բանը ովքեր որ իմիջիալոց էտել էր հետարքիր այդ մեր նույն ընկերները որ ասում էին չեք կարա սարքեք երբ որ արդեն պատրաստ էր հարթակը աշխատում էր հետո մեզ ասում էին չեք կարա աշխատացնեք ով է այդ օգտագործելու ոչ մեկ դրանից գլուխ չի անում ոչ մեկ իր փողերը չի վստահի ինտերնետին բայց այնց ստացվեց որ ասես տարին երկու անգամ աճ էինք ունենում էլի իհարկե մենք մեր խնդիրներով միշտ ասենք ինչքան աճում էինք դրանից ավելի շատ նոր իդեաներ նոր ինվեստմենտներ էինք անում ու սենց հա ոնց որ բարձանում էինք հետո ինչ որ ասես մի հատ ստաբիլ վիճակ հետո մինուսներ որովհետև ավելի ինվեստմենտ ենք անում հետո այդ ինչի մեջ որ արել ինքը նորից մի հատ սկաչոկ էր ապահովում ինչ որ application-ն է հետո չգիտեմ այնտեղ հարկերի վճարման համակարգ է մասնաճյուղերի ցանց է չգիտեմ էս ինչա այն ինչա նոր սերվիսներ նոր պրոդուկտներ նոր տեխնոլոգիաներ տենց սենց բանով աստիճանաձև տենց աճելով գնում էինք ու դե այդ որ մեզ ասում էին չի աշխատի փաստորեն աշխատում էր ու թափով աճում բայց հետո երբ որ որոշեցինք որ չէ ուզում ենք exit լինենք միջազգային շուկայից ուզում դուրս գանք էքսպորտի վրա ենք ուզում աշխատենք այդ արդեն 13-14 թվին 13 թվին կարելի ասել որոշեցինք $1 միլիոն վաճառեցիք հա կուրսը ինչքան էր այդ ժամանակ եւ 5-8 չեմ հիշում Ոչ մեծ թիվ էր այդ տարիներին։ Դե մեր համար ամենայն դեպս մեծ թիվ էր, կարող է մենք փոքր էինք մտածում դրա համար մեր համար մեծ թիվ, բայց հա մեր համար մեծ թիվ էր։ Причем էդ նույն մեր ընկերներն ասում էին, բայց հնարավոր չի, в общем, ասենք բանա ոնց որ ով այդքան փող տալու, այս գործից ով է գլուխ անում, մենակ դուք եք գլուխ անում, բայց հետո նենց ստացվեց, այդտեղ իհարկե գնի առումով տենց բանակցություններ, բաներ, այնտեղ ստացվեց, որ 3 հոգի ըստ էության 3 տարբեր ոնց որ կողմեր մեր ուզած գնով պատրաստ էին կազմակերպությունն առնեն շատ ողջորված, բայց բոլորն էլ պահանջ էին դնում, ասում էին ամբողջը չենք ուզում առնենք, ուզում ենք որ դուք մնաք, իրար հետ շարունակենք աշխատել, նու կակ մինիմում ասում էին գոնե այտենց մի տարի պիտի մեջ մնաք, ընդունում հանձնում անենք ոնց որ լրիվ նոր բիզնես է, էլի ոնց որ բոլորի համար Տենց էլ արեցինք իրականում 90%-ը սկզբում վաճառեցինք, մի տարի իրար հետ աշխատեցինք, ընդունում հանձնումը լրիվ արեցինք, այդ տարվա մեջ կամպանիան ահագին էլի աճեց։ Այնտեղ մի հատ հետարքիր նյուանս է կար, տենց եթե հետարքիրա դրա մասն է կարամ ասեմ, որ մենք փաստորեն կամպանիան ոնց որ այդ պահի դրությամբ մինուսավոր էինք, то есть մեր cash flow-ն բացասական էր, էլի, բայց մենք իրան դրական cash flow-ի գնով էինք վաճառում ու գնորդներն ասում են, բա ոնց կլինի sense, դե ասում ենք ոչ ոմ էս ընդհանրապես 3 ամսվա ընթացքում $150,000 ինվեստմենտով դուրս են գալու էլի պլյուսի, որտեղ մենք արդեն այդ մեր աստիճանը գիտեինք, էլի ոնց է գնում ասում իրանք էլ ասին, բա որ տենց է եկեք փողի կեսը հիմա տանք, այդ 150,000-ը ինվեստ անենք, այդ 3 ամսվա մեջ դուրս կգանք պլյուսի, այն մյուս կեսն է կտանք, ասին պրոբլեմ չկա։ Ու տենց էլ եղավ, կեսը տվեցին 150,000-ը դրին 2 ամիս հետո դուրս եկանք արդեն պլյուսի, ոչ միայն մյուս կեսն է սատվեսն ստացանք, մի տարի իրար հետ ակտիվ զարգացրեցինք Իդրամը, հետո արդեն ավելի թանկ գնով այն մնացած 10% էլի նաև վաճառեցինք դուրս եկանք։ Ու մեր պլանը ըստ էության այն էր, որ մենք
Մեր պլանը ըստ էության միջազգային շուկա դուրս գալն էր հայկական տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ արտահանելը։ Ու երբ որ այդ ժամանակ տենց ուսումնասիրություններ էինք անում, ինչ ճամփով պիտի գնանք, լիքը տարբեր էքսպերիմենտներ էինք անում, crowdfunding-ի հետ այդ ժամանակ ծանոթացանք։ Նարեկը իմիջիալոց, որ համ իմ շատ հարազատ ընկերն է, համ Սանիկն է, համ գործընկերն է, Նարեկը մեր Իդրամի հենց կոմերցիոն տնօրենն էր, զարգացման գործերով, բիզնես զարգացման գործերով Նարեկն էր զբաղվում ու իրար հետ էլ Իդրամից հետո արդեն այդ ուսումնասիրությունների մեջ խորացանք, crowdfunding-ի մեջ խորացանք, Նարեկը մոտ մի տարի տենց ինտենսիվ, որ տենց շատ ինտենսիվ համ կրթվել է, համ գործել է ու այդ մի տարի հետո Նարեկը բուկվալնը ամբողջ աշխարհի crowdfunding-ի էքսպերտների լավագույններից մեկը դառավ, գիրք գրեց այդ ընթացքում նաև Նարեկը, մենք ուսումնասիրությունների արդյունքում ինչքան crowdfunding-ի know-how-ներ, բաներ, sense տարբեր տեղերից հավաքում էինք, Նարեկը crowdfunding-ը հասկանալի լեզվով crowdfunding-ը երբ որ որևէ նոր product-ի համար, նու կոնկրետ մեր դեպքում, որտեղ crowdfunding-ը sense բացատրենք crowd ու funding, այսինքն ամբողջ ու ֆինանսավորում, հայերեն մենք ասում ենք համաժողովրդական ֆինանսավորում, երբ որ որևէ պրոյեկտի կամ product-ի համար գումար ես ներգրավում, ու այդ գումարը ոչ թե 1-2 ներդրողներ են դնում, այլ բազմաթիվ որոշ դեպքերում բազմահազարանոց, ասենք, ամբողջներ կամ խմբեր, crowd-ն պրոստը թարգմանում, դա ամբողջը լավ հայերենով լավ չի ինչու, բազմահազարանոց, ասենք, խմբեր փոքր կտորներով ներդրում են անում կամ հանգանակություն են անում, նայած ինչ crowdfunding-ի մասն ենք խոսում, այդ կոչվում է crowdfunding։ Նու օրինակ crowdfunding-ի օրինակներ են, չգիտեմ, Ամերիկայի ասենք Statue of Liberty, ասենք ֆրանսիացիները crowdfunding են արել այդ արձանի համար, Նյու Յորքին են նվիրել, հա, կամ օրինակ մեր առաջի հիվանդանոցը, ասենք, պլանի գլուխ, որ սարքել են crowdfunding-ով են սարքել, ժողովուրդը փողադրես, Էֆելյան աշտարակն են crowdfunding-ով սարքել։ Բանն էլ էս Փարիզի Աստվածամոր տաճարը ոնց որ այո, հա, վերականգնումը, որ այսին էլի crowdfunding փող էին հավաքում ոնց է։ Ու բայց crowdfunding-ը դե լինում է տարբեր ձևերի, օրինակ equity crowdfunding, reward based crowdfunding կամ charity crowdfunding, օրինակ charity crowdfunding-ը բարեգործական crowdfunding, որ մարդիկ նվեր են տալի այդ փողը։ Equity crowdfunding-ը, երբ որ մարդիկ ներդրում են անում բաժնետոմսերի դիմաց, բայց էլի փոքր կտորներով մեծ քանակի մարդիկ։ Այդ բաժնետոմսերի դիմաց crowdfunding-ն է, հա։ Reward based crowdfunding-ը, որը մեր հիմնական գործն է TCF-ի, ինչ որ Նարեկի հետ սկսել ենք, Նարեկն էլ հիմա մեծ հաջողությամբ առաջ է տանում։ Այդ reward based crowdfunding, այսինքն պարգևի դիմաց crowdfunding-ը, սա սովորաբար դու ինչ որ մի product ես որոշում ստեղծել, բայց այդ product-ը ստեղծելու համար հենց ուսումնասիրություններ, պրոտոտիպներ սարքել կամ արտադրական process-ի մեջ մտցնելու համար քեզ փող է պետք, դու նախավճար ես հավաքում պոտենցիալ հաճախորդներից, իրանք 100% ոնց որ բեք են անում քեզ, էլի 100% փողը տալիս են, դու այդ գումարները հավաքում ես, դրանով product սարքում ես, առաքում իրանք, ու իրանք բնականաբար դրա շնորհիվ, ասենք 50% գիտկով կարող է այդ product-ը առնել, էլի զեղչով։ Այսինքն reward based crowdfunding, երբ որ մարդը փողատալի դիմաց ինչ որ պարգև է ստանում, որը սովորաբար քո ստեղծած product-ն ալու։ Մենք TCF-ով հենց այդ ուղղության վրա ենք կենտրոնացել։ Ամենամեծ case-ը, որ արել եք TCF-ը, որն է։ Լսի, հիմա տենց չեմ կարող ասեմ, $7 միլիոն էս վերջերս եղավ, այդ այնտեղ ամենա մենք Հայաստանում շատ չենք լսում դրա մասին։ Հայաստանում չի, որովհետև այդ product-ները սա միջազգային շուկայի վրա է ֆոկուսը, էլի։ Ահա, նու TCF-ը որ պատկերացնես, ասենք աշխարհի ամենամեծ crowdfunding agency-ն է արդեն։ Եթե մենք մի քանի տարի տենց top 30-ում էինք, հիմա առաջի տեղում է։ Ահա, թիմի չափով raise արած գումարը $1 միլիոն առնոց պրոյեկտների, ասենք, տեսակարգը, շոյտո էլ չեմ ասում, անցած տարվանից նաև մենք տարբեր տեղեր, տարբեր մրցանակաբաշխությունների ենք մասնակցել, աշխարհի լավագույն PR campaign, լավագույն e-commerce agency, մի քանի տենց կատեգորիաներով, կարևոր շատ կատեգորիաներով, տենց լավագույնն ենք ճանաչվել, մի քանի տարբեր մրցաշարերում, այսօր հիմա օֆիցիալ արդեն կարող ենք ասենք, էլի, համար մեկն է։ Եվ իսկ ձեր շահույթը ո՞նց է գոյանում, այդ 7 միլիոնը ենթադրենք գեներացրեցիք։ Կամիսա։ Դրանից ինչ որ տոկոս ձեր շահույթը։ 20% ենթարենք, 25% ասենք, մեր եկամուտը։ Չէ, փոքր չի, որտեվ գործն էլ է մեծ։ Մենք ասենք 0-ից հաճախ, լրիվ 0-ից product-ը, packaging է կանում, ամեն ինչ, հա, branding-ը, իր լրիվ, իր positioning-ը, մենք նաև prelaunch.com պլատֆորմա ունենք, որը հենց TCF-ից spin-off է եղել որպես առանձին startup, $1.5 միլիոն pre-launch-ի համար ենք raise արել, ասենք, ու հիմա ակտիվ զարգանում է, դրանով product market fit-ն ենք ստուգում, այսինքն որևէ
նոր product, շուկայում պահանջարկ ունի թե չէ, մենք տեխնոլոգիաների կիրառությամբ, մեր ունեցած բազաները նաև ուրեմն բեքերների այդ ամեն ինչը իրար հետ համադրելով, այսօր բնականաբար նաև AI ագենտներ ունենք, որոնք որ կարողանում են ճիշտ ինտերվյուներ անեն արդեն հաճախորդներին, հասկանան տվյալ product-ի վերաբերյալ ինչ կարծիքներ, պահանջներ կամ անհանգստություններ կա ու դրա հիման վրա ինսայթներն ենք հավաքում ու մանրակրկիտ ինֆորմացիա ենք տալի product-ի հեղինակին, նրա վերաբերյալ, թե արդյոք շուկան այս product-ի կարիքը ունի թե չէ ու դետալներ ենք նաև տալի, եթե ունի, ապա ասենք այս product-ի մեջ ինչ փոփոխություններ է պետք անել, որ ավելի մեծ շուկա ունենա կամ ինչ գնով տվյալ product-ը կառնեն։ Հաճախ լինում է, որ անգամ այն գինը, որ product-ի հեղինակը մտածում էր, ավելի ցածր է ալնում, քան իրականում շուկան պատրաստ է վճարի, հա, այսինքն մենք ոչ միայն այնց է, որ ասում ենք թանկ ապրանքդ մի ճեժան ասում, այլ ճիշտ հակառակն էլ ալնում։ Այտենց ու այսինքն մենք ըստ էության էկո համակարգ ենք դարել, որը 0-ից տեխնոլոգիական product ստեղծողներին օգնում է իրանց product-ը կայացնելու, այսպես ասած, ու միջազգային շուկայում launch անելու։ Էսա հիմնական գործը։ Իսկ ինչ արժե ընկերությունը դուք բաժնետոմսեր, պարտատոմսեր թողարկեցիք, չէ՞ վերջում։ Լսի, ինչ որ արժեք։ Հենց հիմա տենց չեմ կարող ասեմ, որտեվ ահագին բարդ է։ Նու մենք պարտատոմսեր որ թողարկել էինք, այդ մեր valuation-ի հետ կապ չունի։ հա։ Չէ, այսինքն $1 միլիոն պարտատոմս ենք թողարկել։ Ուզում եմ $100 միլիոն անոց լնես կամպանիա, ուզում եմ $1 միլիոն, հա, $1 միլիոնի պարտատոմսը թողարկել ես, մարդիկ այդ պարտատոմսն առնում են, համապատասխան տոկոսները, ոնց որ կոմիսիաները ստանում։ Այդտեղ մենք իմիջիալոց ընդամենը 1-2 ամսվա մեջ այդ ամբողջ $1 միլիոնը փակեցինք ու լիքը ընկերներ, ովքեր ուզում էին առնեն, իրանք բան արին։ Երկրորդային շուկայից էին արդեն պարտատոմսը առնում։ 12.75%-ով էր այդ տարեկան ոնց որ բանը, բայց այդ valuation-ի հետ կապ չունի։ Valuation-ը տենց մի, ասենք մենք հիմա ոնց որ քանի որ կազմակերպությունների խումբ ենք, ասենք ոնց որ pre-launch-ը առանձին է, Gadget Flow-ն առանձին է, TCF-ը առանձին է, հա, իրանք իհարկե մի էկոսիստեմայում են, բայց մենակ TCF-ը որպես agency կարող է տենց մի 10 միլիոն valuation ունենա, էլի։ Ինձ թվում է ոչ պակաս, տենց Այսինքն, բայց հիմա ոնց որ այդ շատ բարդ է ասել, որտեվ ամեն պահի դրությամբ վիճակա փոխվում, թվերա փոխվում։ Նու եթե օրինակ առաջ մենք այդ մենակ agency մասով եմ էլի ասում, եթե առաջ մենք օրինակ Volterman-ն էինք անում, հիշում ես 10 տարի առաջ իրար այդ ինտերվյու էինք էլի անում, այսինքն իմ կստացի եթե չեմ սխալվում, եթե podcast-ի ֆորմատով կարող է առաջիններ ինձ թվում է 10 տարի առաջ դեկտեմբերի 10-ին Հա, մենք կստացի կդնենք խղումը այդ մեր podcast-ի մոգեվի։ Այդ լավն էր, այդ հաստատ արժի։ Այդտեղ մենք մեր առաջի crowdfunding campaign-ն էինք սկսում հայկական product-ով, միջև այդ մենք խորհրդատվություն էինք անում, համ տենց դասեր էինք վաճառում crowdfunding-ի, համ խորհրդատվություն էինք անում, բայց այս մեկը առաջի պրոյեկտն էր, որ ամբողջությամբ մենք էինք manage անելու, կառավարելու ու հայկական product էինք ուզում լինի, ուզում էինք, որ այդ product-ը համ արտադրողների, համ տեխնոլոգիաների, ոչ տարբեր տեսանկյուններից այս գործին նայողների համար հասկանալի ծանոթ product լինի ու խելացի դրամապանակի մի հատ իդեա կար, իրանց առաջինը ոնց որ օգնեցինք էլի fundraising-ով, այս ինչի համար եմ պատմում, այն վաղ մենք տենց էլի bold հայտարարություն էինք անում, ասում ենք մի ամսում $1 միլիոն հավաքելու ենք ու այդ անիրական բաներ էլի բոլորի համար թվում, հերթական խելառություններ էլի ոնց որ, բայց արեցինք, հենց 2017 թվին, հենց առաջին մի ամսվա ընթացքում $1 միլիոն raise արեցինք, դրանից հետո եւս մի 2 տարվա ընթացքում եւս $2 միլիոն raise արեցինք, այսինքն Volterman-ի համար ընդհանուր առմամբ $3 միլիոն raise արեցինք։ Ինչ լինում, երբ որ պրոյեկտը չի ստացվում։ Դուք փողը հավաքում եք, բայց պրոյեկտը չի ստացվում։ Դե մենք որպես կազմակերպություն մարքեթինգի համար ենք պատասխանատու։ Հիմա իսկ պրոյեկտը ստացվում է թե չէ, այդ արդեն հենց այդ արտադրողի հեղինակի կողմն է։ Հիմա մենք օրինակ նույն pre-launch-ով աշխատում ենք այնպես կազմակերպությունների հետ, ոնց որ չգիտեմ, Hisense-ն է, Panasonic-ն է, Philips-ն է, Ducati-ն է, ասենց ֆիրմեքի հետ ենք օրինակ հիմա աշխատում։ Միևնույն ժամանակ օրինակ Հնդկաստանից, Չինաստանից, ասենք թե Կորեայից կամ Շվեյցարիայից կամ հենց նույն Silicon Valley-ից, ասենք լրիվ 0-ից հենց նոր product ստեղծողների հետ ենք էլի նաև աշխատում ու միտեղ կարա fail լինի, միտեղ կարա ստացվի այդ product-ը կախված նրանից ով է արտադրողը, էլի սենց ասած, մեր գործը մարքեթինգային մասն է։ Հիմա ինչա լինում, այդ բեքերները փաստորեն կամ իրանց փողը կորցնում են, կամ ինչ որ այդքան էլ լավ product չեն ստանում, կամ լինում է որ ինչ որ մասն են ստանում, ասենք լինում է մի քանի կոմպոնենտից բաղկացած product-ը, ինչ որ մի մասը հասցնում է, մի մասը չի, շատ
շատ տարբեր սցենարներ կարա լինի, էլի, բայց մենք նույն Volterman-ի դեպքում օրինակ ահագին խնդիրներ եղավ product-ի որակի ու արտադրության հետ կապված ու քանի որ մենք էլ տենց շատ տենց 100%-ով ներգրաված ենք այդ մարքեթինգի մեջ, շատերն այդ product-ը արդեն մեր հետ էին ասոցացնում ու շատերը հենց մեզնից էին բողոքում, էլի, պատահական այդ հարցը չտվեց էլի, որ դու սա պարզաբան ես։ Այդ շատ հետաքրքիր էլի փորձառություն էր մեր համար։ Մենք շատ զարմացած էինք դրա վրա, ասում եմ ոնց էլի, ասենք ոնց որ օրինակ էի բերում, ասում շատ կպած էիք, մենք էլ ենք, սաղս այդ պրոյեկտին ես էլ եմ առել, չգիտեմ, այդ ալիքը շատ ուժեղ է։ Դե բայց միշտ այդպես օրինակ էի բերում, ասում եմ պատկերացու, չգիտեմ, հմեկով ասենք մի հատ գովազդ ես տեսել մածունի։ Մա գնացել ես այդ մածունը առել ես թթված է։ Ու մեկ էլ դու բողոքի ես հմեկից։ Խիեր ես մածունը թթված ու այտենց իմ ուղեղում էլի չէր կպնում իրար, ասում եմ ոնց խին մարդիկ, ասենք вообще մեր հետ ինչ որ հարց ունենում նրա վերաբերյալ թե մեր գովազդած product-ը, բայց հետո հասկացա, որ չէ, իրականում երբ որ դու մանավանդ այդ մասշտաբով ու այդ դուխով ոնց որ մտնում ես այդ պրոյեկտի մեջ ու ուզես թե չուզես այդ product-ը արդեն կապ չունի իրավական տեսանկյունից ոնց է աշխատանքի բաժանման տեսանկյունից ոնց է այդ ներգրավվածության աստիճանի պատճառով տվյալ դեպքում այդ product-ը արդեն կապվում է քո հետ, քո անվան հետ, քո համբավի հետ, էլի ոնց որ ու այդ հասկանալով մենք իհարկե այդտեղ ահագին մենք աշխատում էինք, բոլորին պատասխանում, բացատրում Ազատի հետո որ հիմնադիրն էր պրոյեկտի հեղինակը, այսինքն պրոյեկտի հիմնադիրը, պրոդուկտի հեղինակը։ Իր հետ շատ խոսում ենք, դրան փորձում ենք ինչ-որ ձև օգնենք, ախպերացում ենք, դավայ մի հատ էս հարցով են։ Ինքը իհարկե տենց ասում էր, չէ, ոչ, ժող, էս իմ գործն է, մի թաթախվեք էլի, ստեղ ոնց որ ես կանեմ, բան, մի քանի իտերացիա արեցին, հետո վերջը արտադրեցին պրոդուկտը, ինչ որ հասավ, բայց էլի տենց ոչ բոլորին, ոչ այն որակով, ահագին հարցեր եղավ պրոդուկտի հետ, բայց մենք այդտեղ մեր կաշվի վրա զգացինք որ մենք ուզենք թե չուզենք, այդ պատասխանատվության ինչ-որ մասը մեկը վերցնում ենք մեր վրա։ Ու հետո պրակտիկա դարձրեցինք արդեն բոլոր պրոդուկտները անպայման տեստավորել, համոզված լինել, որ հիմա որ մտնես մեր օֆիս օրինակ, այնքան ասած հեծանիվներ, սամակատներ, դինամիկներ, մագնիտոֆոններ, ես իմ 1000 տեսակի պրոդուկտ կտեսնես։ Կան այդտեղ եւ քիչ շատ քիչ հիմնականը դե Միացյալ Նահանգներից են, վերջը Չինաստան։ Պրոդուկտի տերն էլա դրսից, փող տվողն էլա դրսից։ Այո, փող տվողը համարյա միշտ այդ Միացյալ Նահանգներն է, առաջ երթին այս Միացյալ Նահանգները։ Դա դաժե ընդունված է էդի մարդկանց մոտ, որ իրանք բանանում։ Շատ, իրանք այդ շատ են այդ բեքանում, հասկանում են նաև այդ ռիսկերը, այսինքն այդ Kickstarter-ից, Indiegogo-ից պրոդուկտ առնողները կամ պրոդուկտներին բեքանողները, դա հասկանում են իհարկե։ Ու Միացյալ Նահանգներն է, Կանադան է, Բրիտանիան է, հետո ասենք Ավստրալիա, ինչ որ որոշ երկրներ կան, որոնք այդ crowdfunding-ը, reward-based crowdfunding-ը իրաց շատ տարածված է ու մեր առաջնային շուկան հենց իրանք են, Միացյալ Նահանգներից սկսած բնականաբար էլի։ Ու բանը արդյունքում ստացվում է, որ մենք հենց Volterman-ից հետո իմիջիալոց, դե որտեվ նայ, երբ որ դու բեքերների տեսանկյունից ես նայում, այդ պրոդուկտը լավն էր թե վատն էր, այդ sensitive, то есть ոնց որ sensitive ասելով բան, զգայուն թեմա է, էլի, ոնց որ իրանք կոնկրետ փող են տվել այդ պրոդուկտը ստանան, չեն ստացի, ասենք, էլի։ Ու համտվողը բանանողը Հայաստանից են։ Դա լոկալ շուկայի։ Չէ, այնտեղ Հայաստանից հիմա թվերով չեմ հիշի, բայց մի 3%, 4% այդ են։ Մենք 140 երկրներում Volterman-ը վաճառել ենք։ Պատմություն է, որ շատ էր Հայաստանից։ Չէ, ցավը տանեմ։ 3 միլիոն դոլարի վաճառել ենք Հայաստանը, չգիտեմ, 100,000, 100-150,000 ելներ չլներ։ Վարչապետն է, չէ, առավետ ժամանակ Կարենը Կարապետյան, տոլի նվեր էին տվելյան, տոլի ինքն էր առե, ու բանը, չէ, իհարկե դե շատ մեծ տոկոսը դուրսն էր ու էլի հենց նույն պրոպորցիաներով Միացյալ Նահանգներն առը, բայց այնց այդ 140 երկիր, ասենք, այնտեղ երկրներ կար, որ մենք այդ ցանկից էինք ծանոթանում, որ вообще այդպես երկիր կա, ասում ենք, ինչ, ասենք, ինչ որ չգիտեմ։ Ինչ որ ֆրանկ Միկրոնեզիա խոսքի օրինակ։ Ասենք Ադրբեջանից առող մի $1500 Ադրբեջանից էին առել, էդ էլ էր տպավորվել մոտս։ Ասում են կամ իրանց KGB-նա կամ չեն ջոգի, որ հայկական պրոդուկտ է։ Վերջս այն շատ հետաքրքիր էր, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ հետո մենք այդ հասկանալով այդ ասոցիացիան, ես մի միտք ավարտեմ, որ երբ որ մենք այդ արեցինք, այս բիզնես տեսանկյունից շատ հետաքրքիր է, էլի։ 2 միլիոն էինք լվոր ռեյզ արել, Forbes-ում հոդված տպվեց մեր մասին, հենց Ամերիկայի Forbes-ում, Նարեկը դրա վրա ահագին լավ աշխատել էր, տենց case study էինք արել, էլի, թե մենք вообще ոնց ենք սկսել, որ этаպում ինչ գործողություններով ենք, ասենք, այդ fundraising-ը արել, որ этаպից հետո ինչն է եկել ու ինչու է եկել այդ этаպը եւ այլն եւ այլն։ Տենց մի հատ միջև մա կա Forbes-ում, ասենք, շատ լավ հոդված է, այս հոդվածը մեզ շատ պոպուլյարնի դարձրեց ու անկախ նրանից այդ պրոդուկտը լավն է թե չէ, իսկ արդյացողներն արդեն հասկանում են, որ մենք մարքեթինգ ենք արել ու դաժե հակառակ էֆեկտեր ունենում, էլի, ասում են
Եթե այս product-ը որ ընդամենը հələ պրոտոտիպն է, ասենք, դրե ասենք սենց $3 միլիոն լրիվ զրոյից ու $2 միլիոն, $2 միլիոն լրիվ զրոյից ոնց որ ծախել են, բա մեր product-ը ոնց կծախեն, ու տենց շատ մեծ քանակի պատվերներ սկսեց ամբողջ աշխարհից գալ։ Մենք այդ ժամանակ էլի հələ ֆոկուս եղած էինք հայկական product-ները, ուզում էինք, որ իմիննա հայկական product-ներ միջազգային շուկա հանենք, բայց մի կողմից հայկական product-ներ քիչ էին, շատ տենց ոնց որ հասունացման այդ վաղ этаպներում էին շատ, բայց մյուս կողմից էլ դե նորից Շվեյցարիայից, նու ասենք այնտեղ Կորեայից, Չինաստանից սկսած Իռլանդիա, Շվեյցարիա, Միացյալ Նահանգներ մենք որ սկսում էինք TCF-ը, մենք ասում էինք Սիլիկոնյան հովտից Հայաստան մարքեթինգ են պատվիրելու։ Ու մեզ էլի գժի տեղ էին դնում, ասում ինչ եք խոսում, ես էլ եմ շատ պատմել էլի, ասում են Ամերիկան в общем մարքեթինգի աշխարհի կռիչն է, Silicon Valley-ին բիզնեսի աշխարհի կռիչն է, ոնց կարող անդեղից տեղ պատվիրեն, մանավանդ այդ բանը այսպես ասած ժառանգության հարցն է կայմ, որ տեխնոլոգիաներից խոսում ես Հայաստան տեխնոլոգիա, դե մի քիչ այնտեղ ֆիզիկայի ինստիտուտ, Մերգելյան բան, առաջի կոմպյուտեր սովետական միության, դե մտածում են հա դե հնարավոր է Հայաստանից լինի, բայց երբ որ ասում ես Հայաստանը մարքեթինգը արտահանելու, այն է Սիլիկոնյան հովիտ, այդ вообще ասում են դուք աղբաղ չեք էլի, բայց ընդամենը 2-3 տարի հետո մեր հիմնվելուց արդեն Silicon Valley-ից օրինակ չգիտեմ, մի հատ Roybin ենթադրենք, ասենք IDEA-ի փուլում $4.2 միլիոն ռեյզ արած, ասենք ստարտափը իր մարքեթինգը մեզ էր պատվիրում ու տենց շատ տարբեր кейսեր ելնում, հիմա դե արդեն աստի արդեն։ Քևեն բանի Facebook-ի հիմնադրի մի product կար, այդ հա, Zilite-ը։ Հա, բանը չէ։ Հա, Մարկ Ցուկերբերգը, այդ եղավ, բայց այդ ճիշտն ասած կիսատ եղավ, այսինքն մեր պրակտիկի վախտերն էր, ես հիշում եմ շատ էին քննարկում։ Այդ բանի ճիշտ ես ասում, հա, այդ COVID-ը դրան խանգարեց, ինքը սկսեց այդ product-ը։ Էլի, այսինքն Մարկ Ցուկերբերգը մի հատ իդեա ուներ, որը Facebook-ում դրել էր, այնտեղ իր կինը առավոտները, ասենք, երեխեքին արթնացնելու, մանկապարտեզ դպրոց տանելու համար բուդիլնիկ է դնում անընդհատ, բայց ասենք միջև իր արթնանալու ժամը գա, վերաթռնում, բանը ուզում է տենա արթնանալու ժամն է թե չէ, հեռախոսը միացնում է, ասես մի հատ լույս անգն մաշկերին ուղեղն արթնանում է, հետո մի հատ էլ sense կենտրոնանում է որ հասկանամ, եկե տենա 5-ից 3 է, իսկ ինքը պետք է 6-ին արթնանա, հեռախոսը դնում է, որ օքեյ, լավ, պարկեմ 6-ին արթնանա, բայց քունը փախնում է։ Հետո հենց աշկերտը նորից է բացում, նայում է 6-ից 5-ից 7, 5-ից 10, քունը փախնում է, չի կարող քնի։ Այս բանը Մարկը կնգա հարցը լուծելու համար որոշել էր մի հատ light box սարքի, sense քառակուսի փետից մի հատ բան է, box տակից թույլ լույս է գցում այն ժամերին, երբ որ արդեն արթնանալու ժամն է։ Այսինքն արդեն կինը որ sense թեթև աշկը բացում է, ել չի արթնանում, բուդիլնիկ բան կամ ինչա կոչվում, հեռախոսի մեջ նայի լույս բան։ Հա, մի հատ նայում է, այդ լույսը թույլ լույս է, եթե այդ վառում է, ուրեմն արթնանալու ժամն է, եթե չէ։ Ասենց մի հատ product էր սարքել ու տենց աշխատել էր ինքը ոգևորվել էր Facebook-ում դրել էր, բա ոբշեմ սենց թույն բան եմ մտածել, կնգաս հարցերը լուծելա, ով հա մեկը որ վեկալի էսի սարքի, նույն նկատուն բարձա որ կնոջ հարցը քնելն էր, լուծել է այդ հարցը, ասում է բանը, եթե ինչ որ մեկը վերցնի այս սարքի բիզնես, համոզված եմ որ կաշխատի։ Ու բանը տակը դենտեղ արդեն շոր տասնյակ հազարավոր ինչ որ լայքեր, տոտալի կոմենտներ, հարյուրավոր հազար լայքեր, բաներ, սա այս ինչ դու իմ բան ես մտածել, ասինք բա դե որ թույնա, դավայցի վերցնենք ու անենք։ Մեր Սերգոյի հետ, Օգանով Սերգոն, իր հետ ոնց որ խոսացինք, hardware-ի մեջ Սերգոն այդ ժամանակ մուններ ինքը նաև անում են levitating, այսինքն sense մագնիսական դաշտի օգնությամբ օդում կանգնած պտտվող կամերա էր, հա, որ տենց surveillance սենյակը վերահսկելու, վերջը ինքը այդ էր անում ու իմանալով որ Սերգոն ով է, ինչ է իր որակները, իր գործը, իր hardware-ի հետ փորձը, տենց առաջարկեցինք, ասենք Սերգ, sense թեմա կա, դավայ կպի անենք։ Սերգոնը շատ ոգևորվեց, ընդհանրապես 1-2 շաբաթվա մեջ այդ product-ը սարքեց Սերգոն, վիդեո նկարեցինք, crowdfunding-ը սկսեցինք, $350,000 փող ռեզ արեցինք այդ product-ի վրա, ու հետո սկսեց դե արդեն արտադրությունը, այնտեղ պրոստը 2-3 տարբերակ կար, առաջ երկրորդ տարբերակները բարեհաջող սարքեցին, ուղարկեցին սաղ գոհեին, այդ վերջի տարբերակի վրա COVID-ը արդեն սկսեց, այդ 2019 թիվն էր։ Հա, մենք արդեն պրակտիկա արել ենք, քանի հոսք, հա։ Ու COVID-ը սկսեց ու այնտեղ արդեն բան էր, Չինաստանը փակվեց, սկսեցին արտադրությունները ուշացավ, դես եղավ, դեն եղավ, վերջը այդ product-ը տենց չշարունակվեց։ Ինքը в общем, այտենց ռազովի product էր, hype-ի վրա էլի ոնց որ սարքած, չնայած կարար ահագին զարգացումներ ունենար, եթե այդ մնացած հանգամանքներն լավ լիներ։ Բայց այդ բանով մենք Zilite-ով նաև գնացինք Consumer Electronics Show-ում մասնակցեցինք այդ Las Vegas-ում,
սպառողների համար նախատեսված էլեկտրոնիկայի ամենամեծ ցուցահանդեսն է, տենց շուտ 100 քանի հազար այցելուներով, բաներով, այդտեղ ոչ եմ, այդտեղ լավ հետարքի պատմություններ կա Զիլայից։ Իսկ sense հարցել ի՞նչն է խանգարում, քանի որ կա crowdfunding ֆորմուլան, Հայաստանում ինչ որ hub ստեղծել, որը հենց product-ների разработки կանի, այսինքն ճիշտ մենեջմենթով թեկուզ եւ ձեր մենեջմենթով, հա, երկու կամպանիա, որ Հայաստանում product-ներ разработка արվի, դուք էլ դե բնականաբար աշխարհում համար մեկն եք դրա մարքեթինգի, PR-ի, վաճառքի, այսինքն ամենաբարդը անում եք։ Այդ դա ստեղծել Հայաստանում, փորձել եք դա, թե Հա, իհարկե, բայց ես չէի ասի, թե ամենաբարդն է այդ, որտեղ այդ մեր փեշակն է, ոնց որ այն մյուսը, ասենք, այդ product-ի նախագծման ու առհասարակ product-ը հեղինակելու հարցն է։ Մյուս կտորը այդ product-ը կյանքի կոչելու հարցն է, մյուս product-ը արտադրելու, deliver անելու հարցն է, մյուս product ասում կներես, մյուս խնդիրը, հա, մի խնդիրն է, սա մի խնդիրն է, այսինքն մտածել, ստեղծել, շուկա իրան հանել, հա, այդ սա ամեն մեկն իր հերթին ահագին բարդ գործեր է, հատկապես hardware-ի դեպքում, ասենք 0-ից product ստեղծելը ու հետո իրան մասսայական արտադրության բերել հասցնելը ահագին բարդ խնդիր է։ Մեր խնդիրն էլ իր հերթին, то есть մարքեթինգի մասը, իրականում ստեղ էկոհամակարգ պետք է աշխատի, այսինքն մենք որպես մարքեթինգային կամպանիա այդ խնդիրը, որպեսզի հայկական product-ները լինեն ու դուրս գան միջազգային շուկա, այդ ամբողջությամբ չեն կարող լուծենք, բայց մենք մեր կողմից մաքսիմալ փորձում ենք դրան աջակցենք ամենատարբեր ձևերով, օրինակ նույն այս վերջերս Helvetas հիմնադրամի հետ միասին մի հատ պրոյեկտ արեցինք Innovate Armenian, երկու անգամ դաժե կարծեմ Innovate Armenian արեցինք, իմաստը ինչն էր, մենք օրինակ հայտարարում ենք, ասում ենք բոլոր հայ ուրեմն նորարարներին, ստեղծողներին հրավիրում ենք իրանց product-ներով մասնակցելու համապատասխան դասընթացների, համապատասխան ճակերտավոր ասած մրցույթների ու իրանց մեջից ամենապատրաստ, ամենալավ product-ները, որոնք միջազգային շուկային նաև էլի, ոնց որ միջազգային շուկայում նաև պահանջարկ ունեն, ամենալավերին ոնց որ այդ կրիտերիաներով ընտրում ենք ու իրանց արդեն Helvetas-ի օգնությամբ, մեր թիմից ասենք ներդրումներով, այն սաղ ծախսը որ կարող է 20-30 հազար դոլարի ծախսելներ ասենք էլի, որպեսզի այդ ամեն ինչն արվի, այդ լրիվ անվճար իրանց համար արվում է, որպեսզի իրանք միջազգային շուկա դուրս գան։ Անցած տարի էլ ենք արել այդ, նախանցած տարի էլ ինչ որ շարժ կա, պլյուս դե ասենք hardware-ի հետ կապված տարբեր կազմակերպություններ, ինչ որ ահագին արդեն փորձ ունեն կուտակած, փորձով իրար հետ կիսվում են, հետո բաներ, community-ներ կա ձևավորված, Telegram ասենք գրուպա կա, մեկ օրինակ կարծեմ Սարգիսն էր, տենց ահագին ակտիվ առաջ տանում, Embry Sakon, բանը hard things about hard chat hard thing about այդ ոչ գիրքեր այդ որ կարդացել եմ կներես, ինչ որ բանը hardware-ի բարդությունների մասին Telegram մի հատ գրուպա էր էլի կոպիտ ասած ստեղծել, որտեղ ահագին մարդիկ հավաքվել էին ու ռեալ hardware բիզնեսը ոնց ասենք օրինակ հաջորդ մակարդակ բարձրացնես այդ product-ների ստեղծման խնդիրները ոնց իրար հետ խելքի տալով լուծենք դրա վերաբերյալ տենց համայնք էր ձևավորվել որ խոսում էին իրականում հիմա էլ ավելի է կարևորվել այս hardware-ի հարցը, որտեվ դե AI-ը իր զարգացումներով եկե մտել է արդեն իր հաջորդ փուլ physical AI, այսինքն ֆիզիկական, արհեստական բանականություն կոչվող փուլ, որտեղ AI-ը արդեն ոչ թե մեր հեռախոսների ու կոմպյուտերների մեջ, այլ ռոբոտի մեջ է դրվում, ու ռոբոտն արդեն իր ձեռներ ոտեր հումանոիդ ռոբոտներով մտնում է ֆիզիկական աշխարհ, hardware-ի կարևորությունը լրիվ ուրիշ մակարդակ է դուրս գալի։ Էլ չեմ ասում անվտանգային համակարգերում ինչքան է կարևորվել hardware-ի, ուրեմն բանը, դրոններից բռնած գետնի վրա ասենք ինչ որ տարբեր խնդիր լուծող ռոբոտներով շարունակած, այս ինչի համար եմ պատմում, որ Հայաստանի Հանրապետությունում hardware-ի մշակման, արտադրման, ուրեմն կուլտուրան խիստ կարևոր է ագրեսիվ զարգացնել։ Մենք մեր կողմից էլի բնականաբար միշտ ոնց որ committed ենք, այդ հանձնառությունը ունենք մեր վրա, ինչքան բանը, ուրեմն մասսայական սուր խնդիր լուծող տեխնոլոգիական product ոնց որ ծնվի իրան միջազգային շուկա հանելու մասով մենք այն որ կանգնած ենք կանք էլի հա ամեն ինչ կանենք էլի այդ մասով բայց դե հələ որ փաստը այն է որ մեր հաճախորդների ճնշող մեծամասնությունը դրսից են իսկ հազվադեպ շատ հազվադեպ ալնում որ իսկականից տես լավ հայկական product-ներ լինի էլի ես իհարկե մեծ հույս ունեմ որ այդ կփոխվի բայց տենց կարիքանի պրոյեկտ եք կարում անեք եթե պլյուսի չեմ կարող ասեմ տենց գիտես հիմա այս քանի որ այս պատերազմից էս կողմ օպերացիոն կառավարման մեջ մեր ոչ մի կամպանիայում այդ թվում TCF-ում չկա հիմա լրիվ Ռեարմենիայում եմ էլի ամեն ինչով Ռեարմենիայի մեջ եմ բայց էլի ասենք տենց կարող է մի քանի տասնյակ պրոյեկտ բայց որպեսի թվերն է
պատկերացնես, նու օրինակ, այս վերջի պրոյեկտներից մեկը մի հատ boombox էր, մագնիտոֆոն, ասենք եթե մենք Volterman-ը, չգիտեմ, ասենք մի ամսում էինք $1 միլիոն raise արել, այնտեղ 3 տարում ասենք $2 միլիոն, ստեղ մենք մի ժամում $1 միլիոն raise արեցինք, որ դու պատկերացնես ու 2 օրվա մեջ, 2 օրում $3 միլիոն raise արեցինք, $7 միլիոն էլ անցավ այդ product-ը օրինակ, էլի, այսինքն մասշտաբները, տեմպերը լրիվ փոխվել է, ասենք, TCF-ի թիմը լրիվ ուրիշ մակարդակի որակներ է տալի, նաև ունենք, ասենք, Միացյալ Նահանգներում թիմ ունենք, Չինաստանում գրասենյակ ունենք, թիմ ունենք, այս օգոստոսի վերջը պլանավորում եմ գնալ։ Այսինքն, այտենց ինքը ռեալ միջազգային շատ ուժեղ, շատ բարձր որակի գործանող կառույց է, էլի TCF-ը, ու ունենցա որ թիմակիցներն էլ, ասենք, մեկը մեկից այտենց ավելի ուժեղ, ավելի այտենց պրոգրեսիվ մասնագետներ, հետո մենք այս բանից 2022-ից այս կողմ 23-24 թվերին, հատկապես 24-ին AI-ի այդ ներդրման process-ն արեցինք, այդ թվում Ռեարմենիայով, տենց համ տրեյնինգներ արեցինք, համ հակատոներ կազմակերպեցինք TCF-ի ներսում, հիմա այդ AI first mindset-ը ինքը sense պարտադիր մի բան է, ու յուրաքանչյուր թիմակից իր յուրաքանչյուր գործ, որը հնարավոր է AI-ով ավելի արդյունավետ անել, AI-ով անում։ Ու պլյուս մենք եկանք այն կետին, որ մեր թիմակիցներից յուրաքանչյուրը հենց իր process-ներին վերաբերող ավտոմատացումները ինքնուրույն անում է ու այդ այսինքն անգամներ ավելի արդյունավետ է էլի դառնում Միջև գալը ես կուզենայի այնտեղ մի հատ կտոր 17 թվից մինչև 19 թվը պրակտիկա արեցինք կուզենայի դրա մասին հաճիկով Կստացի Հայաստանում ես որ հետ եմ նայում նման պրոյեկտ եւ չի եղել այն ժամանակ եւ միջև այսօր չի եղել ինձ հաճախ են ասում խի պրակտիկա չեք անում չկա էլի դրա կարիք շատ կա նախ ինչով էր ունիկալ որ ես ու դու շատ հետաքրքիր տանդեմով իրար լրացնելով 8 ժամ շաբաթ օրերը հիշում ես առավոտ 10-ին սկսում ենք 6-ին ավարտում ենք 8 ժամ ամբողջ դահլիճի էներգիան պահում էինք ու մարդիկ չէին հոգնում, այդ էներգիան վերցնում էին, էդի տանում էին, ներդնում էին, այնքան մեծ աշխատանք էր տեղի ունենում եւ դահլիճից դուրս, որ ուղղակի մինչև այսօր այդ փոփոխությունները շարունակվում են այդ ընկերություններում։ Շատերի հետ ես շփվում եմ, շատերը հետո եկան արդեն կլուբ կապիտալ ու այն process-ները, որը այդ օրերին մենք գեներացնում էինք, ես ու դու, մինչև այսօր շարունակվում է, պատկերացնում ես։ Չէ, այդ շշմելու է ու այդ շատ լավ է, ոնց որ ճիշտ բան անելը նաև ճիշտ սերմեր է, էլի, ոնց որ դնում, որոնք հետո ճիշտ պտուղներ են, էլի տալի ինձ թվում է։ Ամենակարևորը պրակտիկում ինչն է, ես շատ հավանում ու շատ ճիշտ մեթոդ էր, եթե հիմա այդ չկա, լավ չի, դե հաստատ պետք է որ այդ մեթոդով, այդ ձևով կրթությունը կազմակերպվի, մասնավորապես հենց պրակտիկի մասին էր խոսքը, պրակտիկ գործերի մասին էր խոսքը։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք մարքեթինգից, հենց այդ ժամանակ, երբ որ մենք փորձում էինք մեր ուրեմն այդ network-ի մեր համայնքին պատմել թե ինչը ոնց է աշխատում, ոչ թե թեորիա ենք պատմում, այս Ֆիլիպ Կոտլերի գրքից ասենք ցիտում, այլ որ հենց այդ պահին մենք հենց օրինակ Volterman-ի $1 միլիոն էինք ռեյզանում, այսինչ քայլերով ու հենց դրանով գնում կիսվում էինք մարդկանց հետ, էլի։ Այսինքն այդ պրակտիկ փորձի փոխանակումը ու ակտուալ ժամանակակից փորձի փոխանակումը ինձ թվում է շատ մեծ արժեք էր տալի, էլի։ Իհարկե ամենաշատը այնուամենայնիվ համ պրակտիկում, համ առհասարակ մնացած կրթական նախաձեռնություններում ես այդ մտածողության կոմպոնենտն եմ կարևորում, այսինքն այդ mind shift-ը կազմակերպելը, որ fixed mindset-ից կարծրացած ոնց որ ֆիքսված մտածելակերպից, մտածողությունից ոնց որ մարդկանց տեղափոխես growth mindset-ի, այսինքն աճի մտածողության իրանց բերես, էլի, ինչը ենթադրում է անընդհատ էքսպերիմենտներ, անընդհատ նորարարություններ, ինչն էլ արդեն զարգացման, ասենց ասած պարտադիր կոմպոնենտն է, էլի։ Մենք ուսանողներ ունենք, որ դասից հետո ասում են այնքան insight ունեմ, այդ ամեն մի insight-ը մի հատ mind shift-ի կետ է, էլի, այսինքն ուղեղում մի հատ նոր բան է ձևավորվում ու դասեր կար, որ ես ու դու սենց ոնց որ երկու ֆրոնտից սենց այդ insight-ները գեներացնում էինք խմբի մոտ ու հետո այդ գնում էր արդեն դառնում էր քո ասած քայլը արդյունք ու սենց գնում էր այդ process-ները։ Լրիվ համաձայն եմ։ Ու այդ դրա մասին ենք խոսում, դու ես դրա մասին նաև շատ ասում, որ այդ էտապներն է պետք ֆիքսել, ոնց ես իմանում, հետո հասկանում, հետո գիտակցում ու նոր դրանից հետո քայլեր ես անում ու նոր այդ ձևավորումը ինչ որ որակ, ինչ որ ասենք փոփոխություն է բերում, էլի։ Ճիշտ գիտելիքը պետք է երեքն էլ անցնի մարդու ուղղում, էլի։ Ու այդ շատ կարևոր է, որ այդ նմանատիպ դասընթացները հենց այդ էտապներով անցկացնեն մարդուն, էլի, ու բերեն հասցնեն քայլանելու, իդեալական դեպքում նաև սատարեն հենց այդ քայլանելու process-ում։ Մենք օրինակ հիմա
հեսա դրա մասին եթե խոսանք, եթե հետարքիր լինի, կասես խոսանք էլի մեր կրթական նախաձեռնությունների մասին Ռեարմենիայի հիմնական ֆոկուսը տեղ է ու այդտեղ մենք հենց այդ մոդելով նայում ենք 21-րդ դարում ինչ հմտություններ են անհրաժեշտ, դաժե հիմա մի հատ այս սեպտեմբերի 5-ից նոր աշխատարանների մի հատ շարք ենք սկսում 21-րդ դարի գոյատևման հմտությունները խորագրով ու ամեն մի հմտություն, որը օրինակ նույն Դերս արի հեսա դրան լավ անդրադառնանք, էլի, давай, թեման շատ հետաքրքիր է, այդ պրակտիկի այդ պատմություններ փակենք, ես հենց այդ ուզում ասեի, որ այն ինչ որ մենք հիմա ուզում ենք ստեղ անենք, մենք պրակտիկում այդ պրակտիկորեն անում էինք ու հենա ասածիդ պես մենք արդյունքները ոնց որ միջև հիմա տենում ենք, էլի։ Ֆանտաստիկ։ Ու գիտես, հիմա երբ որ ինձ համոզում են, ասում են արա պրակտիկը, Գևին ոնց որ ասում չէ, նորից ասում չէ, սպասեք, որ պետք չի անել, ինչի, որովհետև երբ որ մենք պրակտիկա ավարտեցինք, մենք իրան ճիշտ ավարտեցինք ու այդտեղ լիքը էներգիա գեներացվեց կլուբը ստեղծելու։ Այսինքն կյանքում ես նրա կողմնակիցն եմ, որ ցանկացած պրոյեկտ դու պետքա ճիշտ պահին ավարտես ու հետո էներգիա գեներացնես այլ ավելի մեծ պրոյեկտի, որովհետև ցանկացած պրոյեկտի սկիզբ ու վերջը դա կյանքի տրամաբանության մեջ է։ Ու ես հիմա պրակտիկ թե զարթուցիչ թե պրակտիկ ինքս չեմ անի, որովհետև ես հասկանում եմ, որ այդ պրոյեկտների ավարտից է ծնվել մի հատ շատ մեծ էներգիա, ճիշտ ավարտից, որը հետո դառավ արդեն կլուբ։ Բայց այդ երևի բան է, քննարկելի է, էլի, որովհետև հիմա զարթուցիչը որ անում էիր, ոնց որ նպատակը մարդկանց արթնացնելն էր, ասենք ինչ որ նոր ինսայթներով, նոր մոտեցումներով կիսվել է ու անենցա որ հենց այսօր լիքը մարդիկ կան, որ այդ քլիքի կարիքը ունեն, այդ mind shift-ի կարիքը ունեն։ Չէ որ դու չես անի, այդ կարողա քո ոնց որ հարցն է, քո մոտեցումներն է, քո զարգացման էտապների մասին է կարողա պատահի, բայց հիմա այդ մարդիկ, եթե դրա կարիքը ունեն, արժի որ ինչ-որ մեկն է տանի։ Հիմա եթե դու չես անի, օրինակ դու կարաս քո ունեցած փորձով կիսվես այնպես մեկի հետ, ով որ այսօր այդ կանի, հա լուրջ, այսինքն որ եթե պահանջարկը կա ու մենք էլ հիմա ինչ, մենք հիմա օրինակ մեր ազգի լավագույն իմաստով տրանսֆորմացիայի պատասխանատվությունն ենք, էլի վերցրած, չէ, ցանկացած մեկով որ կրթության մեջ մտնում է, հենց կրթելու, կերտելու ոնց որ պատասխանատվությունն է իր վրա վերցնում, ու հիմա եթե տենում ես այդ մարդիկ դրա կարիք ունեն ու դու չես անի, դու առնվազն արժի մի հատ մտածես իսկ ով կանի, կամ իսկ ում կարամ ես սփորտ անեմ, օգնեմ իմ եղած փորձը, գիտելիքը փոխանցեմ իրանց որ անեն, սիրով, եթե մեկը կուզենա նման պրոյեկտ անի, ես կօգնեմ, բայց ես չեմ անի, որովհետև ես հարգում եմ եւ սկիզբը եւ ավարտը, էլի։ Շատ սակրալ է իմ համար, էլի, այդ բանը սկսել ես, զարգացրել ու ես միշտ իմ կյանքում իմ ամեն հաջորդ պրոյեկտը ավելի բոմբ ու մեծ ա եղել, քան նախորդը։ Դե նորմալ է, տենց պետք է։ Հակառակը լինի, դա դեգրադացիա կլինի։ Այդ կակրա զարգացման մասին է, էլի, հա։ Այո։ Ու այսպես պրակտիկ եւ պրակտիկ եւ զարթուցիչ շատ եք տալիս այս հարցը, հեսա եւ այդ նստած եմ ժողովուրդ, չէ, չենք անի պրակտիկ, բայց հետաքրքիր լավ բաներ արժևում ունենք, շատ մեծ բաներ ունենք ու էլի հեղափոխական, էլի բան փոխող արժևում ունենալու ենք, այնպես որ Իդեպ մարդիկ էլ են կապվում պրոյեկտների հետ, էս էլ քեզ ասեմ։ Ես զարթուցիչի մասնակից ընկեր ունեմ, միջև իմ ասում ախպերին արասի թող էլի զարթուցիչը, հələ դու մտքերով այդ ժամանակ 10 տարի անցել է։ Հիմա էլ նոր ավելի հետաքրքիր, ավելի ուժեղ բաներ են կանում։ Առաջ նայ, էլի, այդ էլ մարդկային հոգեկանի հետ կապ ունեցող բան է, ինչ որ կապվում ես ինչ որ բանի հետ, ու հա ուզում ես այդ հինը կրկնվի, որովհետև դու այնտեղ քեզ երջանիկ ես զգում, լավ ես զգում։ Լսի, բայց նորից ես չգիտեմ, էլի, այդ հինը եթե լավն էր ու եթե դեռ արդիական է, հետո ինչ որ հինա, այսինքն ոնց որ հիմա ինչ որ շատ բարձր որակի առողջարար սնունդ, ասենք որ մենք 300 տարի առաջ ասենք ուտում էինք, մեր կուխնյայում կար, ու շատ լավ որ հիմա էլ կա, ասենք հետո ինչ որ հինա, եթե ինքը այսօր ակտուալ է, նույն ձև ասենք ցանկացած product, ներառյալ կրթական product, եթե ասենք ինքը ինչ որ մի բան է, նու պարզ միտք եմ էլի ըստ էության ասում, եթե մի հատ ինչ որ բան է, որ այսօրվա մարդու այսօրվա խնդիրները լուծելու համար պետք է այդ ուրիշ պատճառով չէ, հա, ուրիշ պատճառով չէ։ Ստեղծել նոր վճարային համակարգ։ Այդ եմ ասում, մի հատ ուրիշ շատ էս փոխվել, այն գևը որ եղել է 2003 թվին ու այսօրվա գևը տարբեր։ Բայց օրինակ, դե տես, հիմա հարցը ինչու՞մ է։ Հա, իդրամ չէի անի, բայց օրինակ ես փոշմանում եմ առհասարակ, որ ես 2003 թվին իդրամն եմ արել։ Հա, դաժե որ արել ես։ Հա, ես եթե այն ժամանակ մի քիչ է խելքս հերիք էր կամ մի քիչ էլ մտածեի խորանայի այն սուր խնդիրները իդենտիֆիկացնելու վրա մի քիչ է ժամանակ ծախսեի, ոչ թե առաջի եկած միտքը, որ ժողովուրդ 21-րդ դար ենք մտե, երկրի էկոնոմիկա պետք է զարգացնենք, 21-րդ դարի էկոնոմիկան ինչա, էլեկտրոնային կոմերցիա է, ու հոպ, վերջակետ, դե դավայեցի անենք, մի քիչ որ խորանայի, ես համոզված եմ, որ այն վաղտ
ասենք Ռեարմենյան սկսած կլնեի, հենց նույն ընկերների պարտներ կամ ուրիշ պարտներների հետ էական չի, ինչի որովհետև այն խնդիրը, որ Ռեարմենիայով ենք լուծում, այդ թվում կրթության ուրեմն ֆրոնտում, հա, ես օրորի ավելի ու ավելի եմ համոզվում, որ հենց այդ այն ամենասուր հարցը, որի վրա պետք է ֆոկուսը լինենք։ Հետևաբար կարող է պատահի օրինակ նույն պրակտիկն ու զարթուցիչը հիմա ես հաճույքով անեի, որովհետև ես եկե հասել եմ այն կետին, կարող է դու ասենք ավելի շուտ էիր ինձնից աճել հասել դրան ջոգել էիր, որ էտա պետք, ես այն վաղ կարող է այդքան լավ չէի ջոգում քո խորհրդով քո հետ անում էի, բայց հիմա ես եկե հասել եմ այն կետին, որ կրթությունից ավելի կարևոր բան, որ ես կկարողանամ հանրությանը, մարդկությանը տալ, չկա։ Ասենք որտեվ գիտես առաջ մենք մտածում ենք ու ես իմ մասին ասեմ, ես մտածում եմ որ ես պետք է խնդիրներ լուծեմ, բայց հիմա ես ջոկել եմ որ ես շատ ավելի մեծ ազդեցություն կունենամ, եթե ոչ թե ինքս խնդիրները լուծեմ, այլ ծառայեմ խնդրեմ լուծողներին, այսինքն կերտեմ խնդրեմ լուծողներ, կրթեմ խնդրեմ լուծողներին, ծառայեմ իրանց անհրաժեշտ հմտությունները, գիտելիքները գտնելու ճիշտ մեթոդներով իրանց մատուցը, մանավանդ հիմա մենք ինչ ենք անում, AI ագենտներով են կրթությունը կազմակերպում, ամեն մեկի համար անհատական կրթակարգ մշակվում հենց իրա կարիքներից, նպատակներից ու իրա հմտություններից, տաղանդներից կախված։ Այսինքն ես կասկած չունեմ, որ ամենամեծ ազդեցությունը հենց այս ճանապարհով կտանք, էլի դրա համար նույն օրինակ այս 21-րդ դարի գոյատևման հմտությունները, չէ, որ նոր ասում էի, ինքը պրակտիկը այդ կուրսի ընթացքում այդ ժամանակվա համար կարևոր հմտությունները տարբեր ֆորմաներով տալիս էր։ Ու ես մտածում եմ, որ այդ всё-таки շատ ճիշտ բան էր։ Ու այսինքն ոչ թե ես քո տեղն ելնեի այդ կանեի կամ ես իմ տեղ, ես հիմա փաստացի անում եմ այդ։ Այսինքն մենք հիմա Ռեարմենիայի թիմով սենց մեծ կտոր, մենք 53 հոգանոց թիմ ենք արդեն դառել մոտարապես, ու այդ թիմի մեծ մասը շատ հենց իմինը Lumiverse-ի վրա է կենտրոն։ Lumiverse-ը մեր Ռեարմենիա ակադեմիան է անվանափոխված։ Դա եկանք այսօրվա օրեր։ Սա դες ուզում ես պատմական Չէ, հեսա էլի հետ կդառնանք որտեղ ուզում ես, պրոստը ես ուզում եմ ասեմ, այդ հենց այդ մեր հին պատմությանը անդրադառնալով ուզում եմ ասեմ, որ այսօր մենք մեր թիմի մեծ մասով ֆոկուս ենք եղել կրթության վրա, որտեղ եկել ենք այդ կետին, որ կարևորագույն ոնց որ դաշտը, որտեղ հարցա պետք լուծել, գործ կանելու հենց էտա։ Ու պատասխանելով քո հարցին, հա ես հիմա իդրամ նորից չէի անի, հավանաբար, բայց օրինակ զարթուցիչ ու պրակտիկ կարող է անեմ, սենց ասեմ, էլի։ Արդեն ոնց հասկանում ես, չէ՞ միտքս։ Այսինքն օրինակ, որտեվ մենք օրինակ նույն էդ էլ շատ կարճ ասեմ ու հետ գան քո ուզած կետին, էլի, որ օրինակ հիմա մենք առնվազն 1 միլիոն հայ մաքսիմում 5 տարվա մեջ ուզում ենք որ AI գրագետ դառնա։ Ու դրա համար մենք ստեղծել ենք հենց կակրազ, զարթուցիչ չի էս, ինքը AI mindset-ի, AI հմտությունների մասին է, բայց մասսայական պրոդուկտ է, որ արդեն 15000 հոգուց ավել մարդ այս ամիսների ընթացքում մեր վեբինարներով, կուրսերով արդեն անցել է, ու այդ տրանսֆորմացիան, որ տեղի է ունենում, ես ջոգում եմ, որ կարևորագույն հարց է այսօր։ Այտենց կարճ հարցի պատասխանելով կարող է դրամ չանեի, բայց օրինակ կարող է զարթուցիչ ու պրակտիկ անեի, այսպես էլի, որ պատկերացնես։ Ես հիշում եմ զարթուցիչի ժամանակ, չեմ հիշում, ընկերներիցս ով էր, բայց մի հոգի զանգեց, ասեց համարը տվել եմ Գևին, քեզ Գևը կզանգի ու պատմեց քո մասին, ասի թույն զանգեցիր, ասիր հանդիպենք մի հատ, հանդիպեցինք, արդեն Մերգելյանում հանդիպեցինք կամ քո բանի օֆիսում։ Բյուզանդի օֆիսում։ Բյուզանդի 1 դրոպ 3։ Մեր համարը մեր բոլոր բիզնեսները այնտեղ է սկսել։ TCF-ն էլ, Իդրամն էլ, Ռեարմենիանը էլ, սա այնտեղ ենք սկսել։ Ասիր դե թիմով ուզում ենք մասնակցենք զարթուցիչին, ասի թույն ընտիր ու գնաց այդ ժամանակ եկաք դուք գերեւի թիմից հիմա լավ չեմ շուն քանի հոգի, բայց հա Ժենյան for you-ի համահիմնադիրը հիմա ինքն էլ է, հա։ Դրանից հետո արդեն մենք բանը ոդկասթը նկարեցինք, հետո պրակտիկը ստեղծեցինք, տենց կյանքը գնաց։ Հետաքրքիր է, ընտիր, դե գանք for you-ին, քանի որ դա պրակտիկից ծնվեց այդ պրոյեկտը ու էլի շատ մեծ հաջողություն ունեցավ, ինչ անում այդ պրոյեկտը եւ ինչ փուլում է հիմա, ինչ հետաքրքիր զարգացումներ կան։ Հա, դեսի for you-ը դե ինքը նվերների on-line հարթակ է, իրանց միսիան մարդկանց երջանկացնելն է, այն ոնց որ յուրաքանչյուր մարդու համար ճիշտ նվերը գտնելը, ճիշտ ձևով մատուցելը, որ ամեն առիթով նվեր ստանալուց մարդը ասես մի քայլ ավելի երջանիկ կլինի։ Այդտեղ Ժենյան համ մեր թիմից էր, համ բարեկամայից մորակրոջս Թորնա Ժենյան, ոնց որ քրոջս աղջիկը, այսպես էլի։ Ու բանը ինքը մեր թիմում էր, ու ինքը մտածում էր, բա ինչ որ
իրա պրոյեկտներ ուզում անի, ինչ որ մի անես բան սկսի, որտեղ իմպակտը մեծ կլինի, բան, ու զարթուցիչի ժամանակ հենց էլի մի քանի ընկերների հետ ծանոթացանք, Նարինեի հետ ծանոթացանք զարթուցիչում, Տաթևի ու Լյովի հետ ծանոթացանք ու իրանք իրար հետ նաև մի հոգի էլ Հայրապետյան Արմանն ու կինը Սյուզին նաև Սյուզին միացավ իրancs, սկիզբը նենց եղավ, որ ասես 4 աղջիկներով որոշեցին ոնց որ սկսել այդ նվերների հարթակը ու քանի որ իրանք լինելով հենց աղջիկներ, կանայք, իրանք շատ լավ հասկանում են, թե ինչ կուզեին իրանք նվեր ստանային, որոշեցին դες մեծ հարթակ սարքել, որ տղամարդկանց կօգնեն կանանց համար ճիշտ նվերներ ընտրելու իրանք երջանկացնելու։ Առաջի կոնցեպտը այդ էր ու մտածում եմ, եթե կինը երջանիկ է, իր կողքը կանգնած տղամարդն էլ է երջանիկ, դուխ են տալու, երեխեքն էլ են, ասենք առողջ ու երջանիկ մեծանալու, ասենք ճիշտ կետին ենք էլի խփում մտածում էին, որը դրանով ու իրականում շատ լավ սկսեցին։ Ես իրանց մոտ նաև ներդրում արեցի այդ ժամանակ, տենց ինչ որ մի $20,000 կարգի ներդրում արեցի, բայց այդ առաջի 3 տարին շատ թափով, ասենք ամիսը 30% աճում էին։ Ու իրանց հիմնական աճի ոնց որ այդ գաղտնիքը հաճախորդներին 100%-ով ծառայելու մեջ էր։ Այդ այնքան կարևոր բան է։ Ես For You-ի վրա ունակ աշկովս տեսել եմ։ 3 տարի հետո ես իմ բաժնի մասերի կեսը $80,000 վաճառեցի, էլի, որ պատկերացնես, ագին լավ աճում էր, էլի։ Ու բայց ես այդտեղ հետարքիր բան տեսա, երբ որ դու բարի ամբողջ իմաստով ծառայում ես քո հաճախորդներից յուրաքանչյուրի հետարքրության մեջ է դառնում արդեն քո լինելն ու զարգանալը։ Մարդիկ տենում են, որ դու գոյություն ես իրանց համար, ու իրանք ուզում են, որ դու շարունակես գոյություն ունենալ, իրանք ուզում են, որ դու շարունակես զարգանալ, ու արդեն պատկերացու, ասենք թե 10,000 հաճախորդ ունես, հիմա ենթենք չգիտեմ 40,000 հաճախորդ ունեն, ասենք այդ հաճախորդներից ամեն մեկը հետարքրված է քո զարգացման մեջ ու պատրաստ է ներդրվի դրա մեջ, ու որ պատկերացնես ժամանակ առ ժամանակ ինչ որ մի հատ հաճախորդ օրինակ Միացյալ Նահանգներից գրում է, բա ժողովուրդ, ինչ որ մի հատ միջոցառում ունենք, ստեղ ձեր ֆլայերներից ուղարկեք, ես ստեղ տպեմ, տարածեմ։ Այսինքն ինքը ռեալ ամբասադորի մարքեթինգի կամ վաճառքի մասնագետի ֆունկցիա է քո հաճախորդը քո համար կատարում։ Շատ լավ։ Կամ այնտեղ մեկը Facebook-ում ինչ-որ մի հարց է գրում, միջև քո customer care angel-ը իրանք բանա հաճախորդների մասին հոգ տանող հրեշտակներ, customer care angel-ներ են կոչում էլի իրանք այդ call center-ի ժողովրդին, ու իսկականից իրանք ֆունկցիան է դա, իրանք ամեն հաճախորդի մասին հոգ էին տանում, պահապան հրեշտակ կլինեին, ասենք այդ ինչ հարցով զանգում էին, իրանք սա լուծում էին էլի ոնց որ վերջը, բայց միջև այդ customer care angel-ը կպատասխանի, մեկ այդտեղ մեզ հաճախորդներից մեկը արդեն այդ հարցին պատասխանեց, link տվեցին, բան, այսինքն customer support-ի գործն էլ հաճախորդը տամ։ Հետո իրանք որ հաջորդ investment raise արին, տես մի $250,000 կարգի ներդրում էին ուզում, առաջի $100,000 հենց մի քանի օրվա մեջ իրանք հաճախորդները քմի տարեցին, то есть ներդրում արեցին։ Այսինքն երբ որ դու իրապես ծառայում ես քո հաճախորդները համ ներդրող, համ վաճառող, համ customer support են քո համար դառ։ For You-ն ոնց որ իմ համար այդ իմաստով շատ լավ բան էր, ոնց որ փորձեր ու իրանց ասենք հենց զարթուցիչում լնելը, իրանց ասենք իրար հետ այդ միջավայրում մերվելը, այդ արժե համակարգը նաև սերտելը, այդ ամեն ինչը ես համոզված եմ, որ հաստատ օգնել է, այդտեղ ճիշտ հիմք դնելուն, էլի։ Այո։ Դե այդ էֆեկտը այն ինչ որ դու հիմա ասում ես, իրականում մուլտիպլիկատիվ էֆեկտով երևի մի 100,000 անգամ բազմապատկվել է։ Հետո պրակտիկում ու պրակտիկի մասնակիցների մեջ հիմա որ նայում եմ կլուբում, գիտես ինչքան այդտենց ծանոթություններ կա, որը վերածվել է ընտանեկան ընկերությունների, որտեղ կա բիզնես համագործակցություններ, մի հատ նենց ցանց է դարել։ Պրոստը անծայրացիր այն ժամանակ, երբ որ ես մտածում էի հենց կլուբի հիմնադրելու ժամանակ, ես ասում էի ահագին համեստ երազանքներ նպատակներ ունեի, բայց այդ ամեն ինչը 1/10 իրագործվեց, այսինքն շատ մասշտաբային։ Ու գիտես ինքը ոնց էր, որ լավ բանը տարածվում է, հա, իրար հետ պարտներությունները, բիզնեսը, ասենք մի հոգին կարա 20 հոգու հետ համագործակցի ակումբում, էլի։ Դրա համար ինքը շատ տպավորիչ է։ Պրոստը այդ է, էլի, ոնց որ այդ համայնքների կարևորությունը այդ քո փորձով եւս մի անգամ է ոնց որ սենց ասած հաստատվում։ Այդ համայնքը զորավոր է, որ այնտեղ իհարկե այդ կտորը երկինքի մեջ ուրիշ իմաստով էր ասում, բայց իրականում համայնքը զորավոր է, ու այդ համայնքները ճիշտ արժեքներով, ճիշտ մոտեցումներով կառուցելը շատ կարևոր է, որտեվ հենց այդ դեպքում է էլի այդ արժեքը տալի։ Ու համայնքի կարևորությունը հասկանալով զարթուցիչի ու պրակտիկի նման կամ ցանկացած կրթական այսպես ասած պրոյեկտները ու դաժե այսօր ձև կասեի կրթական process-ները շատ կարևոր են մանավանդ այսօրվա աշխարհում եթե դու առաջ չգիտեմ մի քանի 100 տարի առաջ կարող է պատահի մի 4-5 տարի ինչ-որ մի բան սովորեիր ու սաղ կյանքդ այդ անեիր այսօր տենց չի այսօր ասենք
օրերի, շաբաթների ընթացքում ոլորտներ է փոխվում, ուրեմն մասնագիտություններ են վերանում, նորերը առաջ գալի, այսինքն այսօրվա դրությամբ սովորելը պարտադիր ցկյանս process պետք է լինի ամեն օր անընդհատ կախված նրանից թե դու քո կյանքի որ էտապում ինչ խնդրեմ ես լուծում դրանից կախված համապատասխան հմտություններն ու գիտելիքները շատ ինտենսիվ պետք է զարգացնես ձեռք բերես, հա։ Այդ իմաստով լյուբոյ համայնք շատ ավելի ազդեցիկ ու զարգացող է դառնում, եթե այդ համայնքի պարտադիր մասերից մեկը անընդհատ կրթությունն է ալնում, էլի։ Նայ, ես sense եմ մտածում, որ ժամանակը շատ արագ փոխվում է եւ նույն համայնքը նույնպես պետքա տրանսֆորմացվի, որովհետեւ այն մոդելը, որը 7-8 տարի առաջ շատ ակտուալ էր, օրինակ իվենտների մոդելը, հա, որ դու իվենտներ ես անում, այդ իվենտներին մարդիկ են գալի, մարդիկ արդեն կշտացել են, հագեցել են, այդ իվենտները այնքան շատ է, բայց իրար հանդիպելու ֆիզիկապես հանդիպելու կարիք մեկա ունեն, չէ՞։ Հա, բայց ավելի գործնական, բազելու։ Հա, օքեյ։ Հա, հետեւաբար նույն ակումբների ֆորմատը ինքը տրանսֆորմացվում է ու ես տեսնում եմ, որ մոտակա տարիներին եթե դու ուզում ես համայնք ունենաս, այդ համայնքը պետքա այսօրվա ժամանակի պահանջներին մի հատ էլ առաջ ոնց որ ասած մի քայլ առաջովել համապատասխանի, որովհետև այնքան արագ է փոխվում այդ ամեն ինչը։ Մարդիկ իրար հետ ծանոթանում են, արդեն առանց ակումբի են իրար հետ ընկերություն անում, իրար հետ շփվում, այսինքն ակումբը պետքա իր վրա վերցնի ավելի լուրջ ֆունկցիա, թե առաջ իրար ծանոթացնում էր, այսօր պետքա կարողանա գեներացնի ավելի լուրջ արժեք, որը մարդիկ առանց դա չկարողանան գեներացնել։ Գոկչան, իսկ օրինակ Club Capital-ում դուք ոնց եք այդ հարցը լուծում, օրինակ հենց հիմա դուք ինչ եք անում, որպեսզի այտենց առաջանցիկ մեթոդներով ու մոդելներով համայնքը զարգացնեք։ Շատ լավ հարց է, ես հիմա մի հատ շատ նոր ու մեծ այսպես ասած պրոյեկտ ու երազանք ու միտք ունեմ ու ես դրա վրա եմ հիմա աշխատում, որը լրիվ կոնցեպտուալ նոր ու ֆանտաստիկ բան է լինելու, որի մասին խոսամ առանձին։ Ես կարծում եմ կլուբի մասով ես բոլոր այն նպատակները, որը ժամանակին դրել եմ, բոլորը ոնց նշեցի 1-ին 10 մենք հասել ենք ու հիմա ժամանակն է մեծ, ավելի մեծ կյանքի ավելի մեծ նպատակի։ Այսինքն այս նպատակները պետք դնել, որ չկարանաս դրանց հասնես։ Չէ, ստեղ հասել ենք լրիվ, ստեղ տեսնենք։ Գիտես, ես եթե կարելի է դրա մասին ասեմ, ինձ թվում է աուդիտորիային հետարքիր կլինի, էլի։ Միացես նյուանս կա, մենք պրակտիկի ժամանակ ենք դրանից խոսացել, եթե չեմ սխալվում։ Նպատակ դնելուց պետք է նենց դնես այդ նպատակը, որ ինքս sense վախենալու լինի, էլի մի քիչ քո համար, որ ասես, բայց ես ինչ նպատակ եմ, դե կարամ հասնեմ, թե չէ, բայց ալեգորիայով որ ասեմ, պատկերացրու պլանկա ես դնում, որ պետքա թռնես, խփես, ասենք ձող ես դնում, պետքա թռնես, խփես այդ ձողին։ Հիմա դու գցում բռնում ես, ասում ես, դե ես 2.5 մետր հեշտ կթռնեմ, 2.80, ինձ թվում է կհասնեմ դրան, ու 2.80 պլանկեն դնում ես, ու թռնում ես ու խփում ես այդ պլանկին ու թույն է սա հասել ես, բան ամեն ինչ կայֆ է, հələ մի բան էլ կարող է այդ 2.8-ը sense թռել ես, ոչ թե պրոստը կպել ես, վերցրել ես այդ իջացրել ես ու вообще գոհ ես, ասենք մի բան լավ է սա։ Ստե ինչա տեղի ունենում։ Դու այդ ժամանակ իմանում ես, որ այնքան ինչքան որ կարծում էիր կկարողանաս անել, կարողացար, բայց իրականում դու ինչքան կարող էիր անել, այդ չես իմանում։ Դրա համար ինչա պետք։ Դրա համար պետք է այդ պլանկեն անես դնել, որ օրինակ ասենք 4 մետր ձև չի ես թռնեմ, ասենք այսինքն, բայց մեկ է մտած, բա որ հանգարց թռնեմ, բա որ ես հասնեմ այդ 4 մետրի, ինչ թույն կլինի, ասենք, պատկերացնում ես այդ, ու առաջի այսքից քեզ անհաս թվացող մի հատ պլանկա ես դնում 4 մետրի վրա, ու քեզ ճղելով քո մաքսիմում անելով, միջև այդ պարապելով բան գալի թռնում ես, որ այդ 4 մետրին խփես, մեկ կլնում է, որ խփում ես այդ 4 մետրին, ու вообще ֆանտաստիկա է, կայֆ է, բայց եթե անգամ չես է հասնում, մի բանը 100% է, դու քո հնարավոր մաքսիմումին ես հասնում, որը կարող է 3.20 ցածր պլանկա դնելու դեպքում, որ դու կարծում ես դա քո պատալոկը, հասնում խփում ես իրական ուժդ ու հնարավորությունը տենց էլ չես իմանում։ Բարձր պլանկա դնելու դեպքում, որին չես էլ հասնում, բայց գարանտիրованный է դառնում, որ դու քո հնարավոր մաքսիմումը կանես։ Հիմա ինձ թվում է այդ տենց գոլեր արժի հիմա դնել, էլի։ Անտի ստրատեգիա ես ասում, հիմա մի քիչ ուրիշ ձև է միշտ աշխատել։ Ես պրոյեկտ սկսելուց ավելի համեստ նպատակ եմ դրել։ Ավելի շատ գիտես ոնց համեստ եւ ինչ որտեղ նաեւ ռեալիստիկ կարծել եմ որ սա հաստատ կհասնենք ու թե պրակտիկում թե զարթուցիչում ու թե կլուբում այդ դրածս նպատակից 10 անգամ ավելի հասել եմ հիմա էլ ես չգիտեմ քո ասած ստրատեգիան ու իմ ասածը քոնն էլ լավն է բայց իմ մոտ հակառակն է եղել ես համեստ եմ դրել ավելինին եմ հասել բայց ինչի համար ես էլ այդ համեստը դնում Այսինքն եթե
Եթե, չէ, ավելի վերև պետք է դնես, որ դու քո մաքսիմալ պոտենցիալը բացես։ Հիմա եթե դու այդ անես, իմ կարծիքն եմ էլի ասում, եթե դու այդ պլանկա դնելը հետագայում հաշվետվություն տալու համար ես անում, օրինակ ինվեստորները փող են դնելու ու դու ունես մի հատ պլանկա ես ասում, որ դրանից ավելին հաստատ կհասնես, ինվեստորները դեռ ուրախացած զարմացած կան, իշի լավ է, մենք sense ռաշյոտով էինք ես փողը դրել, բայց հələ նայ 10 անգամ ավել արեց, այսինքն ուրիշ բառերով ասած, եթե պլանկեն դնում ես հետո հաշվետվությունների մեջ exceed expectations, այսինքն սպասումները գերազանցելու նպատակով, որ լավ հաշվետվություն տաս, այդ մի հարց է։ Բայց երբ որ դու պլանկա ես դնում, որպեսզի դու քո գործողությունները ըստ այդ պլանկայի պլանավորես, այդ ժամանակ անհրաժեշտ է, որ դու շատ ավելի մեծ պլանկա դնես, քան այսօր կարծում ես կհասնես։ Բացատրեմ նաև մի հատ ուրիշ տեսանկյունից, էլի իմ կարծիքը։ Ուրեմն տես, ինչ ունես անելու ըստ քո պլանի, դրանից կախված այսօրվա գործողությունները տա պայմանավորվում։ Հիմա եթե դու որոշել ես, որ դու պետքա 4 մետր թռնես, դու լրիվ ուրիշ տեմպով, ձևով, ուրիշ մեթոդներով պետք է պարապես, ասենք օրական, ասենք, չգիտեմ, 10-12 ժամ, ասենք ամենաթույն սպորտսմենների մոտ խոսք օրինակ, լիքը փող ծախսելով, ասենք թե ամենաթույներին վարձելով պետք է պարապես, ու դրա համար եթե այդ փողը չկա, դու այդ փողը պետք է ռեյզ անես, մի հատ crowdfunding ակցիա կսկսես, բան փող ռեյզ կանես, որ ես գնում եմ ռեկորդ խփելու, ժողովուրդ ջան, այս տրեյներներն են, ինձ պետք բան, այսինքն ուրիշ գործողությունների խումբ է ենթադրվում, այդ այնց վախենալու պլանկա դնելու արդյունքում, որը այդ գործողությունների խումբը կակրաս քեզ ռեկորդ խփելու է տանում, քեզ աշխարհում համար մեկը դարձնելու շանսա տալի։ Եթե պլանկեն ցածր ես դնում, նայում ես, օքեյ, բայց ես այս պլանկին առանց այս փողերը ծախսելու էլ առանց այս տրեյներների էլ պրոստը ինքս իզնով, որը 4 ժամ պարապելով կարամ հասնեմ, ու քանի որ պլանկի հետ է, դու այդ ես անում, բայց երբ որ մտածում ես, չէ, սպասի, exceed expectations անեմ, օքեյ, 2 անգամ ավելի շատ ես ծախսում, որը կարող է 5 անգամ ավելի քիչ է, քան եթե վախենալու պլանկեն կլներ, ու դու գնում ես ու դու այդ դրած այդ գոլի 2 անգամ ավելի անում ես, որը նորից չենք մոռանում, որ 5 անգամ ավելի քիչ է նրանից, ինչ որ դու կարայիր բարձր պլանկա դնել, ու ասես լրիվ all-in գնայիր, էլի ներդրվեի։ Իտոգում դու քո միջավայրում առնվազն քո պատկերացրածից 10 անգամ ավել, շատերի պատկերացրածից կարող է 2 անգամ ավել, ինչ որ ռեզուլտատներ ես ունենում, դու քո լավագույն դեպքում դու քո գյուղի հերոսն ես կոպիտ ասած դառնում, դու քո միջավայրում համար մեկն ես դառնում։ Բայց հենց որ դու սկսում ես համաշխարհային մտածել, այսինքն դու ոչ թե ուզում ես Հայաստանի չեմպիոնը դառնաս, այլ դու ուզում ես աշխարհի չեմպիոնը դառնաս ինչ որ դիսցիպլինայում, այնտեղ լրիվ ուրիշ պլանկեքի մասին է, լրիվ ուրիշ նպատակների ու որպես հետևանք լրիվ ուրիշ գործողությունների պլանի մասին է խոսքը գնում։ Այսինքն այնտեղ քո զարգացումը տասնյակ անգամներ ավել զարգացումը դառնում է պարտադիր ու քո գործողություններն էլ արդեն լրիվ ուրիշ են ելնում։ Ես այս շատը իմ փորձից եմ ասում։ Իմիջ ալոց 2 տարի առաջ մի հատ ընկերոջ հետ էի խոսում, որ PayPal-ին էր խորհրդատվություն տալի։ Ինքը ասես PayPal-ն ինչ անում, այդ ասեմ, այս թեման իմ կողմից ոնց որ փակեմ էլի, շատ հետաքրքիր մոտեցում։ Ասում է PayPal-ը դնում են իրենց սաղ տրադիցիոն ձևերով հաշվարկները անում են, հաջորդ տարվա բյուջեն պլանավորում են, ասենք ենթադրեցինք, որ X revenue պիտի ունենանք, հետո ասում է այդ X-ը բազմապատկում են 10-ով, բուկվալնա 10-ով, ասում այն ինչ որ հաշվել էինք, հիմա անգամ 10 այդ մեր գոլն է։ Ու մնացած բաժիններին արդեն ներառյալ մարքեթինգ, վաճառքներ, բան ասում են ժողովուրդ, էս է մեր գոլը։ Ձեր գործողությունները պլանավորեք սրան հասնելու համար։ Նրանք արդեն ըստ դրա են պլանավորում, երբեք չեն հասնում այդ 10 անգամ ավելին, հասնում են 6-7 անգամ ավելին, բայց որը 6-7 անգամ ավել է, այն իրանց դրած գոլից։ Իսկ երբ որ դու ինչ որ հաշվարկել էիր, այդ գոլն էիր դրել, դրանից ասենք 2 անգամ 3 անգամ ավել անելը, դա սուպեր բան է, էլի ոնց որ համարում, դաժե դրան հասնելն է արդեն սուպեր, արդեն քո оборотները ավելի փոքր է ալնում։ Մի հատ էլ կներես, էլի բան մտքովս անցավ, էսը վերջի կետը, այստեղ մի հատ հետարքիր բան է կա։ Երբ որ դու այսօր ես պլանավորում քո գոլը, դու քո այսօրվա գիտելիքների համարժեք ես այդ պլանը կազմում։ Այնինչ, դու ամեն հաջորդ օր ավելի խելքով, ավելի ուժեղ, ավելի ունակ ես դառնալու։ Հիմա դու ասում ես, ես մի տարի հետո կանեմ, ասենք $10 միլիոն revenue խոսք ունենք։ Բայց դու այսօրվա քո գիտելիքներով ու փորձով ես այդ գնահատում, բայց դու հաշվի չես առնում, որ դու կես տարի հետո լրիվ ուրիշ network ես ունենալու, ուրիշ ունակություններ ես ունենալու։ Եթե ես ակումբի հիմնադրեի այս գիտելիքով 7 տարի առաջ, լրիվ ուրիշ level-ի բան կմտածեի։ Կոմոդ ինձ թվում է հենց տենց ա եղել, դու ոնց որ այդ պահին ինչ որ գիտելիք ունես, ըստ դրա պլան ես դրել, հետո հնդածես հավելյալ գիտելիք կուտակելով շատ ավելի որակով գործես, այդ համար 10 անգամ ավելի շատ նպատակ գոլի ես խփել, հասկանում ես ինչ նկատի ունեմ։ Այսինքն, բայց եթե դու ի սկզբանե հաշվի առնելով, որ դու աճելու ես, այդ աճած գրիքորը ինչ մասշտաբի
կլուբ կսարքեր կամ հարց կլուծեր, այդ ձև ես արդեն պլանկետ դնում, այն իմ ասած պատալոգներին ես էլի հասնում, տենց եմ պատկերացնում։ Դեռ հիմա ես հենց այդ պահի ոնց որ դրա վրա եմ աշխատում ու այս գիտելիքով հենց պատկերացնում եմ, բայց բաց եմ, այդ տեղը բաց եմ թողում, որովհետև ես ինձ ճանաչում եմ, ես գիտեմ, որ ես շատ արագ եմ փոխվում ու ամեն հաջորդ պրոյեկտի ժամանակ ես լրիվ ուրիշ մարդ եմ դառնում ու այդ ուրիշ մարդով այդ պրոյեկտը սկսում եմ։ Հա ու արժի այդ ուրիշ մարդու ռաշյոտով արդեն էլի գոլը դնես, ոչ թե հաստատ, այսօրվա Գրիգորի լրիվ ռաշյոտով համաձայն եմ։ էլի, տենց։ Լրիվ համաձայն եմ։ Դե ժամանակագրական ոնց որ բանով գանք այսօրվա օրեր, ինչով է զբաղվում այսօր Գևորգ Պողոսյանը եւ ինչ կարեւոր դու նշեցիր, հա, ինչ որ հատկանիշներ կան, որ այսօրվա մարդուն այդ պարտադիր է այսօրվա աշխարհում բիզնես անելու, որպես մասնագետ ապրելու, զարգանալու, արժեք ստեղծելու համար։ Դե տես, ես պատերազմից հետո իրականում 20 թվականից հետո տենց մի քանի տասնյակ շատ տենց տպավորիչ հայերի հետ միասին տարբեր երկրներից, տարբեր ոլորտներից նախաձեռնել ենք Ռեարմենիայի գաղափարը իմիջիալոց համ անունը, համ լոգոտիպը Backbone Branding-ն է մշակել, Ստյոպեն են արել։ Ռեարմենիա ոնց որ restart, rebuild, recreate, revive, and ոնց որ վերածնվելու, վերակառուցելու, վերսկսելու մասին է Rearmenia, էլի դա գաղափարը։ Ու երկու նպատակ էինք դրել առաջներս, որ մենք պետք է հայերին զորացնենք ու միավորենք։ Հենց մեր mission statement-ը տենց ասում է, we empower and unite Armenians։ Մենք զորացնում ու միավորում ենք հայերին։ Միավորման հարցով մենք rearmenia.com հարթակը ստեղծեցինք, որը որ համագործակցության ու crowdfunding-ի պլատֆորմա, այսինքն տարբեր հայեր, ովքեր նույն խնդիրն են ուզում լուծել, այդ պլատֆորմի օգնությամբ գտնում են իրանց փորձը, գիտելիքը, ֆինանսները ներդնում են, համատեղում են ու պրոյեկտներ են իրականացում, խնդիրներ են լուծում։ Թվերով եթե ասեմ, թվերով rearmenia.com-ը այսօր ուր է հասե, տենց մի 25000-ից ավել համայնքա ձևը, 25000 հոգուց ավել համայնքա ձևարվել, իդեպ այդտեղ երևի 16-17000 առնվազն հենց դոնորներ են, որոնք ֆինանսավորում են տարբեր պրոյեկտներ, մնացածը էքսպերտներ, նախաձեռնողներ, ովքեր էլի ոնց ասեցի, գտնում են իրար խնդիրներ լուծում։ 200-ից ավել արդեն պրոյեկտներ է իրականացվել տարբեր մասշտաբի նախագծեր, նու այդ 200 նախագծերը, որ պատկերացնես, նաև դրամահավաքներ են արել, ընդհանուր $7 միլիոն ավել փող են ռեյզ արել, որով էլ կրթության, էլ առողջապահության, էլ համայնքային զարգացման տարբեր խնդիրներ են լուծել։ Այսինքն այդ համագործակցության հարցը, միավորման հարցը rearmenia.com հարթակում է լուծվում, քայլ առ քայլ այդտեղ գնում ենք առաջ։ Ինքը կամաց ավելի թափ է հավաքում, հիմա ասենք, չգիտեմ, շաբաթական ասենք մի 10 պրոյեկտ առնվազն դիմում է, շատացել են այդ պրոյեկտները, որ դիմում են, մենք իհարկե այնտեղ վստահությունն ապահովելու համար մանրակրկիտ զննություն ենք անում յուրաքանչյուր նախագծի, որը հարթակի վրա ներկայացվում է։ Զորացման մասը, այն որ ասում եմ we empower and unite, այս միավորման հարցն է, հիմա զորացման հարցը։ Մենք շատ տարբեր էքսպերիմենտներ արեցինք, Սփյուռքից էքսպերտներ ներգրավել, մենթորների, ասենք, ինչ-որ ինստիտուտ, բան, բայց հետո հասկացանք, որ կրթությունն է հիմքը։ Այսինքն, քանի դեռ ամեն մարդ իրա ուղությամբ լավագույն ձևով չի կերտվել, հա, ինքը չի կարողանում լավագույն արդյունքները տալ, ինչքան էլ լավագույն ցանկություններն ունենա, հա, ու 2024-ից արդեն սկսեցինք կրթական process-ները, Rearmenia ակադեմիան սկսեցինք, սկզբում fundraising-ի դասընթացներ էինք անում, որտեղ տեսնում էինք, որ ֆոնդահայթայթման ուրեմն այդ հմտությունը ամենաշատն է պակասում պրոյեկտների մեջ, հենց ամենասկզբից այդ արդեն 2024-ն էր, մենք արդեն 2 տարի ինտենսիվ տենց AI-ը մեր գործի մեջ օգտագործում էինք, AI կոմպոնենտներ դրեցինք, տեսանք շատ լավ է աշխատում, տարվա վերջ AI-ն ու դրամահավաքը, սենց մի հատ կուրս սկսեցինք տարբեր կազմակերպությունների համար, ովքեր AI-ը լավ օգտագործում էին, շշմելու ռեզուլտատների հասան ու 2025-ի սկիզբ ասեցինք, в общем, всё, ժողովուրդ, այս AI-ը կարևորագույն կոմպոնենտն է, որ հիմա մենք պետք է ներդնենք ամեն հայ, կապ չունի որ ոլորտում ինչ է անում, պետքա տիրապետի AI-ը, որը իրան, ասենք, առնվազն 5-ից 10 անգամ ավելի արդյունավետ է դարձնում։ Ու արդեն Rearmenia համայնքից դուրս բերեցինք AI դասընթացները, iKesban այդ բրենդի տակ սկսեցինք ուրեմն AI գրագիտության մասսայական արդեն դասընթացներ ու նպատակ դրեցինք, ոնց քիչ առաջ ասում էի, որ առնվազն 1 միլիոն հայ մաքսիմում 5 տարում պետք է AI գրագետ դառնա ու այս արդեն ոնց պատմում էի, էլի 15000-ից ավել մարդ է այդ process-ով անցե, սկսեցինք շատ ակտիվ տարբեր կրթական պրոյեկտներ, էլ start ու level up կուրսերը, որոնք 0-ից սկսողների ու ավելի արդյունավետ աշխատանք, ով ուզում է AI-ով ավելի արդյունավետ աշխատի, level up-ը իրանց համար է, start-ը 0-ից սկսողների համար, այս արեցինք, pro կուրսերը սկսեցինք անել արդեն
AI-ը օրինակ մարքեթինգի համար, AI-ը ֆինանսիստների համար, AI-ը իրավաբանների համար, հա, ամեն մարդ այդ start-ն ու level up-ը անցնելուց հետո, հիմքը AI գրագիտության ունենալուց հետո սկսեց արդեն իր ոլորտում լավագույն գործիքներին ու ստրատեգիաներին տիրապետել, հետո եկանք արդեն հաջորդ этаպի, որ սպասի, այս AI գործիքներից բացի ուրիշ խնդիր կա, որ այսօրվա մարդը ինքը իրանով լրիվ ուրիշ հմտություններ պետք է տիրապետի։ Եթե առաջ չգիտեմ, ինչ որ X ժամանակ առաջ Zix-ը կրիտիկական հմտություններ, Այսօր մարտը, չգիտեմ, հա։ ինչ որ բաներ կար, որ կրիտիկական հմտություններ, որ այսօր հոբի է դառը, հա։ Այսօր այտենց կրիտիկական հմտություններ են, օրինակ mindfulness-ը, իմաստասիրությունը, ճիշտ հարցեր ձևակերպելու հմտությունը, արդյունավետ լսելու հմտությունը, ասենք կոնֆլիկտոլոգիան, ասենք առհասարակ մի քանի տարբեր դիսցիպլինաներ ու հմտություններ դառել են կրիտիկական։ Ասենք օրինակ եթե անցած դարում ճիշտ հարցեր տալը կամ հարցերը ճիշտ ձևակերպելը հիմնականում գիտնականների փեշակն էր, որ լուբոյ գիտնականի հարցնես կասեն, որ գործի մեծ մասը ճիշտ հարց ձևակերպելն է, հա։ Հիմա յուրաքանչյուրի համար կարևոր փեշակ է դառել, որտեվ յուրաքանչյուրս որևէ գործ արդյունավետ անելու համար AI-ին պետք է ճիշտ հարցերը ճիշտ ձևով ձևակերպած տանք։ Լուրջ կարևոր հմտություն է դառել այդ արդեն էլի։ Ու ասենք նույն ծրագրավորողը, եթե ինքը այն ժամանակ պետք է կոդ գրել իմանար, հիմա ինքը այդ կոդի վերաբերյալ ճիշտ հանձնարարություն ձևակերպել պետք է իմանա։ Ու եթե նախքին այս ինդուստրիալ հեղափոխությունից եկած կրթությունը, ուրեմն հանձնարարություն կատարողներ էր կրթում, այսօրվա կրթությունը հանձնարարություն ձևակերպողներ պետք է կրթի։ Այսինքն արդեն հարց լուծողներ պետք է կրթես, ուրիշ ձև ասած որոշում կայացնողներ պետք է կրթես, ոչ թե հանձնարարություն կատարողներ։ Պատկերացնում ես, այստեղ սկզբունքային տարբերություններ է էլի մտ, այսինքն առհասարակ կրթությունը պետք է լրիվ տրանսֆորմացվի։ Ու դալշը ինչ արեցինք Ռեարմենիա ակադեմիայով նպատակ դրեցինք առաջնես 3 հատ նպատակ կա՝ կրթված հայություն, կրթություն արտահանող Հայաստան ու աշխարհի կրթության տրանսֆորմացիա։ Այս 3 նպատակը առաջներս դրեցինք ու ճիշտ ասած նաև հասկացանք, որ ագրեսիվ զարգացման համար ներդրում է պետք ներգրավել, Ռեարմենիա ակադեմիան առանձին փակ բաժնետիրական ընկերություն դարձրեցինք, որի տերը էլի Ռեարմենիա հիմնադրամն է։ Այսինքն մենք հիմա այս արդեն պատերազմի տեսքով ես ինչ անում եմ, ամեն ինչը ուղղված է Ռեարմենիա հիմնադրամին, որը լրիվ հանրային գործ է։ Այսինքն ամեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռեարմենիա հիմնադրամի տերն է։ Հիմա դու կոնկրետ փայատերս Ռեարմենիա հիմնադրամի։ Եթե մենք օրինակ Ռեարմենիան հիմա լուծարենք, իր սաղ ակտիվները գնալու է պետբյուջե։ Այսինքն իր ստրուկտուրան մենք տենց ենք գծել, ինքը սոցիալական ձեռնարկատիրություն է, ու տենց շատ ավելի լուրջ նվիրված ենք այս գործանում, քան մեր սեփականների հանդեպ ենք էլի երբևէ արել։ Ու Ռեարմենիա հիմնադրամին պատկանող բաժնետիրական կազմակերպություն հիմնեցինք, Ռեարմենիա ակադեմիա։ Անունը փոխեցինք իր իդեպ, էլի backbone branding-ին դիմեցինք, հիմա ինքը կոչվում է Lumiverse։ Lumiverse-ը lumen, լույս, ու universe, տիեզերք բառերից է, լուսավոր տիեզերք։ Ու մենք հենց լուսավորության հարցն ենք, էլի մեր վրա վերցրել։ Մենք ոնց է տիեզերքը, չէ, անծայրածիր, մութ, տարածքա, մեջը տենց առանձին լույսեր, նույն ձև մարդկությունն է, 8.3 միլիարդ հիմնականում մթության մեջ ու առանձին լույսեր ընդ այս ինչ որ գիտնականներ, սպորտսմեններ, երաժիշտներ, չգիտեմ, ձեռնարկատերեր, բան լույսերն են, բայց մենք համոզված ենք, որ ամեն մարդու մեջ այդ լույսը կա, պրոստը անհրաժեշտ միջավայրն է պետք, որպեսզի այդ լույսը պայծառ վառվի, հա։ Ու դրա համար մենք Lumiverse-ը հենց empowering ecosystem, զորացնող էկոհամակարգ որպես սարքում ենք յուրաքանչյուրի լույսը վառելու համար։ Ու այդ ամբողջ տիեզերքը լուսավորելու նպատակով։ Լուսավոր տիեզերք ոնց որ նպատակով ենք առաջ գնում ու ինվեստիցիա ռեյզ արեցինք։ Այդտեղ էլ մի հատ հետարքիր բան եղավ, հերթական ֆանտազիաները մեր, որ մեզ էլ ինգերները ասում էին հնարավոր չի։ Մենք որոշեցինք, որ ուզում ենք իդեայի փուլում $10 million valuation-ով ինվեստիցիա ռեյզ անենք, ներդրումներ գրավենք, ու այդ ուզում ենք անենք Հայաստանի Հանրապետությունում գրացված կամպանիայով։ Մինչև հիմա գրանցում էինք կամպանիաները Դելավերում, տարբեր սիլիկոնյան հովիտ բան, հիմնականը Դելավեր։ Ու բանը, ասենք եթե $10 million valuation-ով իդեայի փուլում պրեսիդ էլի, կարելի ասել նախասաղմնային փուլում ինվեստիցիա է ռեյզ անում, Հայաստանում ոչ մեկ այդ փողը չէր դնի։ Բայց մենք հասկանում ենք, որ ինչի չեն դնում, որովհետև վստահություն չկա։ Բա ոնց պետք է այդ վստահությունը լինի։ Ինչ որ մեկը պետք է առաջի քայլն անի, Հայաստանի Հանրապետությունը պետք է կամպանիա հիմնի, investment raise անի, աճացնի, որ այն մյուսները տենան ու վստահեն։ Ասիկ այդ մենք պետք է լինենք։ Հələ մի հատ էլ այդտեղ պլյուս ավելացավ, մարտահրավեր, որ ասենք հիմնադիրն էլ չի լինելու ինչ որ ֆիզիկական անձ, ելնելու է հենց Ռեարմենիա հիմնադրամը, հանրությունն ալնելու դրա տերը։
ու արեցինք այդ, որ կարճ ասեմ, $10 միլիոն մոտ 670,000, մոտ $700,000 ինվեստիցիա ռեյզ արեցինք, որն ամբողջությամբ հենց կրթության մեջ դրեցինք։ Ու հիմա կազմակերպությունը շատ թափով աճում է, այս արդեն 2-3 ամիս է, տենց ասենք 50-60-70,000 $, ամսական ռևենյուներով, տենց գնալով աճում ենք, մինչև տարվա վերջ, եթե ամեն ինչ հաջող լինի, տենց մի $2 միլիոն ռևենյու հենց առաջի տարվա մեջ կանենք ու արդեն կգնանք հաջորդ ռաունդին, որտեղ արդեն $5 միլիոն ենք ուզում ռեյզ անենք էքսպանսիայի համար։ Ու կրթված հայություն, կրթություն արտահանող Հայաստան, կրթության տրանսֆորմացիա աշխարհում։ Այս 3 ուղղությամբ գնում ենք, արտահանման մասով է հետարքիր բան եղավ։ Հնդկաստանից, ոնց որ մենք ստեղ ուզում ենք 1 միլիոն հայ AI գրագետ սարքենք, իրանք էլ այնտեղ նախաձեռնություն են սկսել AI for a billion, AI-ը միլիարդի համար, ուզում են 1 միլիարդ հնդիկ դարձնեն AI գրագետ։ Իրանք կապվեցին հետներս մեր Երևանենի հրանտի միջոցով միջալոց, ոչմ ողջավորված, ասին ես ինչ թույն գործ եք անում, ուսումնասիրել ենք, ասին դաժե մենք մտածում ենք, ասենք MIT-ի հետ աշխատենք, OpenAI-ի հետ աշխատենք, թե ձեր հետ ու կանգնել ենք ձեր վրա, այդ մի մոմենտ մեզ թվաց ձեռ են առնում, բայց դուք սպառզվեց շատ լուրջ տրամադրված ու սկսեցինք, իրանց հետ սկսեցինք աշխատել, Գոգջան, այսինքն մենք հիմա նաև արտահանումն ենք սկսել։ AI գրագիտության դասընթացներ ենք տալի Հայաստանից Հնդկաստան։ Այդքան մասնագետ ունեք դուք Հայաստանում, որ հնդիկների այդ քանակը կարողանաս սպասարկել։ Այդ ամենալուրջ խնդիրներից մեկն է, ոնց ասի, մոտ 50 հոգանոց է այս պայն թիմը, շատ բարձր որակի ուսուցիչներ ունենք, բոլոր հայերը դասավանդեն հնդիկներին, մեկը քիչ է լինելու։ Այդ ուրիշ ձև ենք լուծում իրականում, երկու ձև, մեկը արհեստական բանականությամբ ագենտներ ենք սարքել, որոնք ամեն անհատի համար առանձին կրթակարգ են մշակում, հետը աշխատում, իրան կրթում։ Երկրորդը TOT-ն է, այսինքն Training of Trainers, то есть մենք կրթում ենք կրթողների Հայաստանում օրինակ մենք արդեն սկսել ենք բոլոր դպրոցների ուսուցիչների կրթական process-ը, մեր պարտների հետ ենք անում, մամի հետ, կրտնախիցե լիցենզիա ենք ստացել, որ ուսուցիչը 30,000 դրամ վճարում է 8 դաս ուրեմն պարունակող մի հատ կուրսով անցնում, ասես լրիվ տրանսֆորմացիա ապրում ու հետո տարվա վերջ իր հարկերից այդ 30,000 դրամը հետ է ստանում։ Ու որ պատկերացնես, երկրորդ կոհորտը նոր ավարտեցինք, 600 հոգի մարդ էր, 600 ուսուցիչ էր մասնակցում։ Հիմա հաջորդ կոհորտին արդեն 400 հոգի գրանցվել են, հիմա կշարունակեն գրանցվելը ու մեր նպատակը բոլոր 30,000 ուսուցիչներին կրթելն է, որտեվ ոնց որ մուլտիպլիկատիվ էֆեկտ է այդ տալի։ Իրանք 1%-ն են մեր հանրության, բայց այն 99%-ին իրանք են կրթում ու ձևավորում։ Վաղը քո ազգը ինչպիսին ալնելու այդ ուսուցիչներից կախված է։ Նմանատիպ պրոյեկտ հիմա Հնդկաստանում ենք անում, հնդիկ ուսուցիչների համար են կուրս սարքել, որ իրանք սովորեն մեզնից ու մենք իրանց արդեն մենթորություն անենք, իրանք սկսեն տարածել, էլի։ Ու այնտեղ առաջի դասընթացները, որ պատկերացնես, BVB-ի հետ ենք սկսել, Բարատիա Վիդյա Բավան, տենց է կոչվում, Հնդկաստանի ամենամեծ դպրոցներից է, 300,000 ուսանող ունեցող դպրոց է, ասենք, որ պատկերացնես։ Իհարկե հələ որ փոքր կոհորտներով ենք այդտեղ գնում, բայց արդեն այս ուսուցիչների միջոցով կտարածենք։ Ու տենց կարճ ասած AI տրանսֆորմացիան առհասարակ, թե մարդը կամ կազմակերպությունը ոնց պետք է այս տրանսֆորմացիան ճիշտ ձևով ապրի, որպեսզի նոր աշխարհում մաքսիմալ արդյունավետ լինի, մեր այսօրվա նպատակն է։ Արդեն 100-ից ավել կամպանիաների հետ ենք աշխատել, 15,000-ից ավել անհատների հետ ու այդ թափը գնալով ավելի ու ավելի ոնց որ մեծան թափ առնում էլ այդ ամեն ինչը։ Ես ճանաչելով ես վստահ եմ, որ այս պրոյեկտը էլի գմսնելու է, սաղ աշխարհում եք։ Ես համոզված եմ ու պետք է անենք։ Այս այն դեպքերից է, որ Գոգջան, այս սրա կարևորության աստիճանը չեմ կարա բառերով նկարագրեմ, էլի։ Հա, այ տենց 10-ից 20-ը։ Okay. Դե մենք անվերջ կարող ենք Գևորգի հետ խոսալ։ Իդեպ ես որոշել եմ, որ 3 կամ 4 ամենաշատ դիտումներ ունեցող ոդկասթների հյուրերին կանչեմ երկրորդ անգամ։ Այս պայն առաջի տեղում Ծյուշն է, Coffee House-ի, երկրորդը Բակուրն է, երրորդը Սոնան է։ Սոնան Freestyle Group-ի համասեփականատերն է։ Եվ 4-ը Red Invest Group-ի մեր Արսենի ոդկասթն է։ Ես մեծ սիրով քեզ երկրորդ անգամ կհրավիրեմ։ Մեկնաբանություններում գրեք ձեր հարցերը եւ ինձ եւ Գևորգին, մենք կարանք սենց տաժամ խոսանք, ոնց որ արել ենք կարևորը, բայց որ հետարքիր ու օգտակար լինի, էլի, սենց թե մեզ հաճելի է խոսում ենք, բայց ունկնդիրների տեսանկյունից արդյոք ինչ որ կալորիականություն ունի, ես մեր խոսակցությունը թե չէ, թե հետարքիր է իմանալ։ Հենց հիմա էլ ենք կրթությամբ զբաղված, հիմա էլ ենք մենք օգտակար բովանդակություն ստեղծում։ Դե մերսի որ եկար Գևջան, 10 տարի անց ցենց նոստալգիկ, շատ հետաքրքիր, պատմական հիշողություններով, էմոցիաներով եւ իհարկե դեպի ապագա գնացող մեծ պրոյեկտներով մենք եւս մի անգամ sense տաղավարում հանդիպեցինք։ Շատ շնորհակալ եմ, Գոգջան։
Եվ ընկերներ ջան, դավայ կներես ձևել լավ չեմ սովորել։ Մերսի շատ։ Ձեր հարցերը եւ Գևորգին եւ ինձ, մենք կպատասխանենք եւ եթե կցանկանաք մենք եւս մեկ ոդկաստ նկարենք, ապա ակտիվորեն հավանեք, տարածեք եւ հարցեր գրեք։